Երբ ոստիկանությունը մտավ Լուսինե Զաքարյանի բնակարան, հեռախոսը դեռ էր պառկած անկողնու վրա, մարած էկրանով։ Վերջին զանգը եղել էր 3 շաբաթ առաջ։ Ոչ մի նոր հաղորդագրություն, ոչ մի բաց չարված զանգ։ Այն մարդիկը, ովքեր տասնամյակներ շարունակ պտտվում էին նրա շուրջը, ովքեր ժպտում էին նրա հետ լուսանկարներում, ովքեր երդվում էին հավերժ բարեկամության մեջ, անհետացել էին։ Բայց ինչու հենց այն պահին, երբ նա ամենից շատ կարիք ուներ նրանց։ Ով էր վերջին անգամ զանգահարել նրան։ Ինչ էր ասվել այդ զրույցում, որ հետո հեռախոսը դարձավ անօգուտ իր։ Եվ ամենակարևորը, ինչու այն մարդիկը, ովքեր հիմա լաց են լինում տապանի մոտ, չէին վերցրել ականջը, երբ նա դեռ կենդանի էր։ Այս պատմությունը ոչ թե սգո մասին է, սա մեղադրանք է։ 1970-րդ թվականներին Լուսինե Զաքարյանի անունը Երևանում արտասանվում էր այնպես, ինչպես աղոթք։ Նրա ձայնը հնչում էր յուրաքանչյուր ռադիոընդունիչից, նրա դեմքը փայլում էր յուրաքանչյուր ժամանցի ամսագրի կազմինին։ Զմին։ Երբ նա քայլում էր հյուսիսային պողոտայով, մարդիկ կանգ էին առնում։ Կանայք շոշափում էին նրա թիկնոցը, հավատալով, որ դա բերում է երջանկություն։ Նրա համերգները վաճառվում էին 6 ամիս առաջ, տոմսերը փոխանակվում էին սև շուկայում եռապատիկ գնով։ Բայց ոչ ոք չգիտեր, որ այդ փայլի ետևում թաքնված էր մի կին, ով արդեն իսկ խեղդվում էր իր սեփական հաջողության ծանրության տակ։ Ոչ ոք չտեսավ, թե ինչպես է նա ժպտում բեմում, մինչդեռ նրա ներսում արդեն իսկ ճաքեր էին առաջանում։ Լուսինեն ծնվել էր 1953 թվականին Գյումրիում, երաժիշտների ընտանիքում։ Հայրը Արամ Զաքարյանը նվագում էր դուդուկ, մայրը Սիրանուշը երգում էր եկեղեցական երգեր։ Երբ Լուսինեն եղավ 7 տարեկան, մայրը նրան առաջին անգամ տարավ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա։ Դասախոսները հիշում են, թե ինչպես է այդ փոքրիկ աղջիկը կանգնել դատարկ դահլիճում եւ երգել Կոմիտասի Ալագյազը այնպես, որ պատերը կարծես դողում էին։ Մեկը նրանց ասել էր. «Այս երեխան կամ կդառնա լեգենդ, կամ կոտրվի»։ Այդ մարդը չգիտեր, որ ճակատագիրը ընտրել էր երկուսն էլ։ 15 տարեկանում Լուսինեն արդեն երգում էր Երևանի ռեստորաններում։ Նրա ձայնը, խորը, թավ, լի կրքով գրավում էր տղամարդկանց սրտերը։ Բայց նա չէր երգում փողի համար։ Նա երգում էր, որովհետև միայն այդ պահերին զգում էր, որ ապրում է։ 1970 թվականին, երբ նրան նկատեց հայտնի կոմպոզիտոր Արթուր Մեսչյանը, ամեն ինչ փոխվեց։ Մեսչյանը խոստացավ նրան դարձնել աստղ, եւ նա կատարեց իր խոստումը։ Բայց ո՞րն էր գինը։ 1971 թվականին Լուսինեն ստորագրեց պայմանագիր Հայ ֆիլմի հետ։ Նրան առաջարկեցին երգել ֆիլմերում, հանդես գալ հանրապետական համերգներում, բայց պայմանագրի մեջ կար մի կետ, որի մասին նա չպատմեց նույնիսկ մորը։ Նա չէր կարող ամուսնանալ առանց ստուդիայի թույլտվության։ Չէր կարող ունենալ երեխա առանց պաշտոնական համաձայնությունական համաձայնության։ Նրա ձայնը, նրա դեմքը, նրա մարմինը այլևս նրան չէին պատկանում։ Դրանք պատկանում էին պետությանը, պատկանում էին ժողովրդին, պատկանում էին Մեսչյանին։ Եվ երբ նա փորձեց բողոքել, Մեսչյանը նրան նայեց սառը աչքերով եւ ասաց. «Դու ուզում ես մնալ Գյումրիի ռեստորանների երգչուհի, թե դառնալ Հայաստանի ձայնը»։ Լուսինեն լռեց։ Նա ընտրեց փառքը։ Բայց արդյոք գիտեր, որ այդ փառքը կդառնա նրա բանտը։ 1972 թվականին Լուսինեն հանդիպեց Վահագն Սարգսյանին։ Վահագնը 35 տարեկան, ճարտարապետ, հարուստ ընտանիքից։ Նա ժպտում էր լայն, խոսում էր քաղցր, նվիրում էր վարդեր։ Լուսինեն սիրահարվեց։ Կամ գուցե նա պարզապես հոգնել էր միայնությունից։ Երբ նա ասաց Մեսչյանին, որ ուզում է ամուսնանալ, կոմպոզիտորը նետեց բաժակը պատին։ «Դու կոտրելու ես քո կարիերան մի տղամարդու համար, ով քեզ չի արժանի», գոչեց նա։ Բայց Լուսինեն համառ էր։ Նա ամուսնացավ 1973 թվականի գարնանը փոքրիկ արարողությամբ, առանց լրագրողների, առանց շքեղության։ Մեսչյանը չեկավ հարսանիքին։ Եվ երբ Լուսինեն վերադարձավ աշխատանքի, նա զգաց, որ ինչ-որ բան փոխվել է։ Մարդիկ նայում էին նրան այլ կերպ։ Ոչ թե ավելի ջերմ, այլ ավելի սառը։ Ամուսնությունը սկզբում թվում էր երազանք։ Վահագնը վարձեց երկսենյականոց բնակարան կենտրոնում, գնեց Լուսինեին նոր դաշնամուր։ Նա նստում էր նրա համերգներին առաջին շարքում եւ ծափահարում էր ամենաբարձրաձայն։ Բայց 3 ամիս անց Լուսինեն նկատեց, որ Վահագնը չի աշխատում։ Նա ասում էր, որ զբաղված է նախագծերով, բայց նախագծերը երբեք չէին իրականանում։ Փողերը, որոնք նա ծախսում էր ռեստորաններում, գալիս էին Լուսինեի գրպանից։ Երբ նա հարցրեց, Վահագնը ժպտաց եւ ասաց. «Դու աստղ ես, իմ սիրելիս։ Աստղերը պետք է փայլեն, իսկ ես կհոգ տանեմ մնացածի մասին»։ Բայց նա չէր հոգ տանում ոչինչ։ Նա պարզապես ապրում էր նրա հաշվին։ 1974 թվականին Լուսինեն հղիացավ։ Նա ուզում էր պահել երեխային, բայց Մեսչյանը եւ ստուդիայի ղեկավարությունը ասացին՝ ոչ հիմա։
Նրանք ասացին, որ նրա կարիերան գագաթնակետում է, որ նա չի կարող թույլ տալ կորցնել այս պահը։ Վահագնը լռեց։ Նա նույնիսկ չպաշտպանեց իր կնոջը։ Լուսինեն գնաց կլինիկա մի ցուրտ նոյեմբերյան առավոտ։ Երբ նա դուրս եկավ, նա այլևս չէր երգում տանը։ Նրա ձայնը մնաց միայն բեմի համար։ Տանը նա լռում էր։ Բայց հանրությունը ոչինչ չգիտեր։ Նրանք տեսնում էին միայն փայլուն Լուսինե Զաքարյանին, կարմիր շրջազգեստով, ադամանդե ականջողերով, ով երգում էր սիրո եւ երջանկության մասին։ Նրանք չէին տեսնում, որ յուրաքանչյուր համերգից հետո նա գնում էր դատարկ զարդարասենյակ եւ լաց էր լինում, մինչեւ մորթուց չմնար ոչինչ։ Չէին տեսնում, որ նրա ամուսինը սպասում էր նրան դռան մոտ, ոչ թե գրկելու, այլ հարցնելու. «Քանի փող ստացար այսօր»։ Չէին տեսնում, որ Մեշչյանը վերահսկում էր նրա յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր զրույցը, յուրաքանչյուր ժպիտը։ 1975 թվականին Լուսինեն հանդիպեց մի կնոջ, ով թողեց նրա կյանքը։ Նաիրա Պետրոսյանը, երիտասարդ լրագրող, ով աշխատում էր Սովետական Հայաստան թերթում։ Նաիրան ուզում էր գրել Լուսինեի մասին հոդված, բայց ոչ սովորական հոդված։ Նա ուզում էր իմանալ ճշմարտությունը։ Նրանք հանդիպեցին փոքրիկ սրճարանում Աբովյան փողոցում։ Լուսինեն սկզբում զգույշ էր, բայց Նաիրայի աչքերում նա տեսավ ինչ-որ բան, ինչը վաղուց չէր տեսել՝ անկեղծություն։ Եվ առաջին անգամ տարիներ շարունակ Լուսինեն խոսեց։ Նա պատմեց պայմանագրի մասին, Վահագնի մասին, կորցրած երեխայի մասին։ Նաիրան լսում էր եւ գրում էր, բայց հոդվածը երբեք չտպագրվեց։ Խմբագիրը ասաց, որ սա չի համապատասխանում մեր գծին։ Իսկ 2 շաբաթ անց Նաիրան հեռացվեց աշխատանքից։ Ով էր զանգահարել խմբագրին։ Ով էր ուզում, որ Լուսինեի ճշմարտությունը մնա թաքնված։ 1976 թվականին Լուսինե Զաքարյանի անունը արդեն իսկ անցել էր Հայաստանի սահմանները։ Նրան հրավիրեցին Մոսկվա, Լենինգրադ, Կիև։ Նրա ձայնը հնչեց Կրեմլյան պալատում, որտեղ նստած էին պետության առաջնորդները։ Բայց ամեն մի ճանապարհորդությունից հետո Լուսինեն վերադառնում էր Երևան ավելի ու ավելի դատարկ։ Նա երգում էր հազարավոր մարդկանց համար, բայց զգում էր, որ խեղդվում է միայնության մեջ։ Եվ ամենավատն այն էր, որ նրա կողքին գտնվող մարդիկը, այն աստղային ընկերները, ովքեր հիմա ժպտում էին նրա հետ լուսանկարներում, տեսնում էին միայն նրա փայլը, ոչ թե նրա ցավը։ Այդ տարի Լուսինեն ծանոթացավ Արմենուհի Խաչատրյանին, հայտնի դերասանուհուն, ով նույնպես համարվում էր ժողովրդական սիրելի։ Արմենուհին էր այն կինը, ով միշտ գտնվում էր ուշադրության կենտրոնում, ով գիտեր, թե ինչպես խոսել լրագրողների հետ, ինչպես ժպտալ ճիշտ պահին։ Նրանք դարձան անբաժանելի։ Լուսինեն եւ Արմենուհին միասին էին գնում միջոցառումներ, միասին նկարվում էին ամսագրերի համար, միասին խմում էին շամպայն հանդիսավոր ընդունելություններում։ Բայց Լուսինեն չգիտեր, որ Արմենուհին նրա հետ ընկերանում էր ոչ թե սիրուց, այլ հաշվարկից։ Լուսինեի անունը բացում էր դռներ, եւ Արմենուհին օգտագործում էր այդ դռները։ Մի օր, երբ Լուսինեն հիվանդացավ եւ չկարողացավ գնալ կարևոր միջոցառում, Արմենուհին գնաց նրա փոխարեն։ Նա ասաց կազմակերպիչներին, որ Լուսինեն ինձ ուղարկեց իր ներկայացուցիչ լինելու համար։ Եվ այդ երեկո Արմենուհին ծանոթացավ մի ազդեցիկ կինոռեժիսորի, ով հետագայում տվեց նրան գլխավոր դեր իր նոր ֆիլմում։ Լուսինեն իմացավ այդ մասին միայն երբ տեսավ Արմենուհու լուսանկարը թերթում։ Երբ նա հարցրեց, Արմենուհին ժպտաց եւ ասաց. «Դու հիվանդ էիր, իմ սիրելիս։ Ես չէի կարող թողնել, որ հնարավորությունը կորչի»։ Բայց ո՞ր հնարավորությունը, Լուսինեի, թե Արմենուհու։ 1977 թվականին Վահագնի իրական դեմքը վերջապես բացվեց։ Լուսինեն վերադարձավ տուն մի համերգից ավելի վաղ, քան սովորաբար էր։ Նա լսեց ձայներ ննջասենյակից։ Երբ բացեց դուռը, տեսավ Վահագնին մի օտար կնոջ հետ իր անկողնում։ Կինը ճչաց եւ փախավ։ Վահագնը նույնիսկ չամաչեց։ Նա նայեց Լուսինեին եւ ասաց. «Դու միշտ բացակա ես, ինչ ակնկալում էիր»։ Լուսինեն չլաց եղավ։ Նա պարզապես կանգնեց դռան մոտ եւ զգաց, թե ինչպես է նրա սիրտը վերջապես ճաքում։ Նա չհեռացավ այդ գիշեր։ Նա մնաց, որովհետև չգիտեր, թե ուր գնա։ Նրա ամբողջ կյանքը կառուցված էր այլ մարդկանց շուրջը՝ Մեսչյանի, Վահագնի, հանրության։ Նա չաչուներ տեղ, որտեղ կարող էր լինել պարզապես Լուսինե։ Բայց հանրությունը դեռ ոչինչ չգիտեր։ Լուսինեն շարունակում էր երգել, շարունակում էր ժպտալ, շարունակում է լինել ժողովրդի սիրելի աստղը։ Նրա համերգները լի էին, նրա ձայնասկավառակները վաճառվում էին հազարավորներով, բայց ամեն մի համերգից հետո նա վերադառնում էր տուն, որտեղ Վահագնը սպասում էր նրան, ոչ թե գրկելու, այլ պահանջելու փող։ Նա սկսել էր խաղալ քարտով, եւ նրա պարտքերը աճում էին։ Լուսինեն վճարում էր, որովհետև վախենում էր սկանդալից։ Նա վախենում էր, որ եթե ճշմարտությունը բացահայտվի, նրա կարիերան կավարտվի։ Բայց արդյոք նա գիտեր, որ լռությունը նրան սպանում էր ավելի արագ, քան ցանկացած սկանդալ։
1978 թվականին Լուսինեն փորձեց խոսել Մեշչյանի հետ։ Նա գնաց նրա գրասենյակ եւ ասաց, որ ուզում է ընդմիջում։ Նա ասաց, որ հոգնել է, որ կարիք ունի ժամանակի իրեն գտնելու համար։ Մեշչյանը նայեց նրան այնպես, կարծես նա խելագար լիներ։ Դու ընդմիջում, ասաց նա։ Դու գիտես, թե քանի մարդ սպասում է քեզ տեսնելու, քանի պայմանագիր ենք ստորագրել։ Դու չես կարող պարզապես հեռանալ։ Լուսինեն հարցրեց. Իսկ ինչ իմ մասին։ Ինչ այն մասին, ինչ ես ուզում եմ։ Մեշչյանը ծիծաղեց. Դու աստղ ես, Լուսինե։ Աստղերը չունեն իրավունք ուզել, դրանք պարտավոր են փայլել։ Եվ այդ պահին Լուսինեն հասկացավ, որ նա բանտարկյալ է։ Ոչ թե երկաթե ցանցերի հետևում, այլ փառքի եւ պարտականության ցանցերի հետևում։ Բայց ամենավատ դեռ առաջ էր։ 1979 թվականի աշնանը Վահագնի պարտատերերը եկան Լուսինեի տուն։ Դրանք չէին բարեհամբույր մարդիկ։ Դրանք պահանջեցին 30,000 ռուբլի, հսկայական գումար այդ ժամանակների համար։ Լուսինեն չուներ այդքան փող։ Նա վաճառեց իր զարդերը, վաճառեց դաշնամուրը, վարկ վերցրեց բանկից։ Նա վճարեց Վահագնի պարտքերը։ Բայց Վահագնը նույնիսկ չասաց շնը, նույնիսկ չասաց շնորհակալություն։ Նա պարզապես ասաց. Դու աստղ ես, դու կարող ես վաստակել ավելին։ Եվ այդ պահին Լուսինեն հասկացավ, որ նա ամուսնացած է ոչ թե տղամարդու, այլ արյունակիցի հետ։ Արմենուհին, լավագույն ընկերուհին, նույնպես սկսեց հեռանալ։ Երբ Լուսինեն զանգահարում էր նրան, Արմենուհին միշտ զբաղված էր։ Երբ Լուսինեն հրավիրում էր նրան սուրճ խմելու, Արմենուհին ասում էր, որ ունի նկարահանումներ։ Բայց Լուսինեն տեսավ Արմենուհու լուսանկարները թերթերում, այլ մարդկանց հետ, այլ աստղային ընկերների հետ։ Նա հասկացավ, որ Արմենուհին օգտագործել էր նրան որպես աստիճան, եւ հիմա, երբ հասել էր իր նպատակին, այլևս կարիք չուներ նրան։ Բայց ինչու Լուսինեն չխոսեց այդ մասին։ Ինչու նա լռեց։ Արդյոք նա վախենում էր, որ եթե կորցնի Արմենուհուն, կորցնի իր վերջին կապը մարդկային աշխարհի հետ։ 1980 թվականին Լուսինեի հեռախոսը դեռ զանգում էր, բայց զանգերը գալիս էին միայն կազմակերպիչներից, ովքեր ուզում էին ամրագրել համերգներ։ Ոչ մի զանգ ընկերներից, ոչ մի զանգ Արմենուհուց, ոչ մի զանգ նրանցից, ովքեր երդվել էին հավերժ բարեկամության մեջ։ Լուսինեն սկսեց հասկանալ, որ նա միայնակ է։ Նա միշտ եղել է միայնակ, բայց հիմա այդ միայնությունը դարձել էր անտանելի։ Նա սկսեց խմել, սկզբում մի փոքր գինի երեկոները, հետո ավելի ու ավելի շատ։ Նա սկսեց բաց թողնել փորձեր, ուշանալ համերգներին։ Մեշչյանը զայրացած էր, բայց նա չհարցրեց ինչու։ Նա պարզապես պահանջեց, որ Լուսինեն վերցնի իրեն ձեռքը։ Բայց ինչպես կարող էր նա վերցնել ձեռքը, երբ ամբողջ աշխարհը քաշում էր նրան դեպի անդունդը։ Եվ հետո եկավ այն գիշերը։ 1981 թվականի փետրվարի 12-ին Լուսինեն պետք է հանդես գար Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Դահլիճը լի էր, մարդիկ սպասում էին նրան։ Բայց Լուսինեն չեկավ։ Նա նստած էր իր զարդարասենյակում, նայում էր հայելուն եւ չէր ճանաչում այն կնոջը, ով նայում էր նրան ետ։ Նրա աչքերը դատարկ էին, նրա դեմքը գունատ, նրա ձեռքերը դողում էին։ Մեշչյանը մտավ զարդարասենյակ եւ գոչեց. Դու պետք է ելնես բեմ հիմա։ Լուսինեն նայեց նրան եւ ասաց. Ես չեմ կարող։ Մեշչյանը հարվածեց սեղանին. Դու պարտավոր ես։ Բայց Լուսինեն պարզապես նստեց այնտեղ, անշարժ, լուռ։ Եվ վերջապես Մեշչյանը հասկացավ, որ նա կորցրել է նրան, ոչ թե մահվան, այլ կոտրվածության պատճառով։ Համերգը չեղարկվեց։ Հանրությունը զայրացած էր։ Լրագրողները գրեցին, որ Լուսինե Զաքարյանը դարձել է անհուսալի։ Բայց ոչ ոք չհարցրեց ինչու։ Ոչ ոք չփորձեց հասկանալ, թե ինչ էր կատարվում նրա հետ։ Նրանք պարզապես դատապարտեցին նրան եւ շարժվեցին հաջորդ աստղի ետևից։ Եվ Լուսինեն մնաց միայնակ, իր դատարկ բնակարանում, իր լուր հեռախոսի հետ, իր կոտրված սրտով։ Բայց ամենավատը դեռ չէր եկել։ Ամենավատը սպասում էր նրան անկյունում, մութ, սառը, անխուսափելի։ Եվ երբ այն եկավ, ոչ ոք չէր կողքին։ Ոչ Արմենուհին, ոչ Վահագնը, ոչ Մեշչյանը, ոչ էլ այն հազարավոր մարդիկ, ովքեր երբեմն ծափահարել էին նրան։ 1981 թվականի գարնանը Լուսինե Զաքարյանի անունը դադարեց հնչել ռադիոյում։ Նրա լուսանկարները անհետացան ամսագրերի կազմերից։ Նրա համերգները չեղարկվեցին մեկը մյուսի հետևից։ Պաշտոնական տարբերակն այն էր, որ նա առողջական խնդիրներ ունի եւ կարիք ունի հանգստի։ Բայց ճշմարտությունը շատ ավելի մութ էր։ Ճշմարտությունն այն էր, որ Լուսինեն դարձել էր անհարմար։ Նա դադարել էր լինել հնազանդ, դադարել էր ժպտալ պահանջի վրա, դադարել էր լինել կատարյալ մեքենա, որը երգում էր, երբ ասում էին, եւ լռում էր, երբ պահանջում էին։ Եվ համակարգը, որը ստեղծել էր նրան, հիմա ուզում էր ոչնչացնել նրան։ Մեշչյանը դադարեց պատասխանել նրա զանգերին։
Երբ Լուսինեն գնաց նրա գրասենյակ, քարտուղարուհին ասաց, որ պարոն Մեսչյանը հանդիպման մեջ է։ Լուսինեն սպասեց 3 ժամ, բայց Մեսչյանը երբեք չելավ։ Նա հասկացավ, որ այդ դուռը փակվել է նրա համար հավերժ։ Այն մարդը, ով խոստացել էր դարձնել նրան աստղ, հիմա ուզում էր, որ նա անհետանա։ Բայց ինչու։ Արդյոք միայն այն պատճառով, որ նա համարձակվեց ասել ոչ։ Թե կար ավելի խորը պատճառ, ինչ-որ բան, որը Լուսինեն երբեք չիմացավ։ Վահագնը հեռացավ 1981 թվականի ապրիլին։ Նա չասաց ցտեսություն, չթողեց նամակ։ Նա պարզապես վերցրեց իր իրերը մի օր, երբ Լուսինեն տանը չէր եւ անհետացավ։ Երբ Լուսինեն վերադարձավ, նա գտավ դատարկ պահարան եւ մի նշում սեղանին։ Դու այլևս չես կարող ապահովել ինձ։ Ես գտա մեկին, ով կարող է։ Ոչ մի շնորհակալություն այն տարիների համար, երբ Լուսինեն կերակրել էր նրան, հագցրել էր նրա ծրել, վճարել էր նրա պարտքերը։ Ոչ մի ափսոս։ Պարզապես սառը հաշվարկված հեռացում։ Եվ Լուսինեն նստեց այդ դատարկ բնակարանում եւ հասկացավ, որ նա ապրել է 8 տարի մի մարդու հետ, ով երբեք չէր սիրել նրան։ Նա եղել է միայն դրամապանակ նրա համար։ Արմենուհին լրիվ անհետացավ Լուսինեի կյանքից։ Երբ Լուսինեն զանգահարեց նրան, Արմենուհու ամուսինը պատասխանեց եւ ասաց. «Արմենուհին չի ուզում խոսել քեզ հետ։ Նա ասաց, որ դու վատ ազդեցություն ես նրա կարիերայի վրա»։ Լուսինեն չհավատաց իր ականջներին։ Վատ ազդեցություն։ Նա, ով բացել էր բոլոր դռները Արմենուհու համար, ով ներկայացել էր նրան բոլոր ճիշտ մարդկանց, ով կանգնել էր նրա կողքին, երբ ոչ ոք չէր հավատում նրան։ Հիմա նա վատ ազդեցություն էր։ Լուսինեն ուզում էր զանգահարել իդ, ուզում էր գոչել, ուզում էր հարցնել ինչու, բայց նա չարեց։ Նա պարզապես դրեց հեռախոսը եւ զգաց, թե ինչպես է նրա վերջին կապը մարդկային աշխարհի հետ կտրվում։ 1981 թվականի մայիսին Լուսինեի փողերը սպառվեցին։ Նա չուներ եկամուտ, չուներ խնայողություններ։ Ամեն ինչ գնացել էր Վահագնի պարտքերի վրա, թանկ զգեստների վրա, որոնք պահանջում էին նրանից, որ հագնի բեմում։ Նա փորձեց վաճառել իր բնակարանը, բայց պարզվեց, որ բնակարանը գրանցված էր Վահագնի անվամբ։ Նա փորձեց գտնել աշխատանք, բայց ոչ ոք չուզում էր վարձել ընկած աստղին։ Մարդիկ նայում էին նրան խղճահարությամբ կամ արհամարհանքով։ Նա դարձել էր ուրվական, զգուշացնող պատմություն այն մասին, թե ինչ է պատահում, երբ աստղը կորցնում է իր փայլը։ Բայց ամենավատը լռությունն էր։ Այն աստղային ընկերները, ովքեր երբեմն պտտվում էին նրա շուրջը, հիմա անցնում էին նրա կողքով փողոցում, չնկատելով նրան։ Կամ ավելի վատ, նրանք նկատում էին, բայց շտապում էին անցնել, վախենալով, որ Լուսինեի անհաջողությունը կարող է վարակիչ լինել։ Մի անգամ Լուսինեն տեսավ Արմենուհուն հյուսիսային պողոտայում։ Նա կանչեց նրան։ Արմենուհին կանգ առավ, նայեց Լուսինեին, եւ մի վայրկյան նրա աչքերում Լուսինեն տեսավ ինչ-որ բան՝ ափսոս, մեղք, գուցե նույնիսկ ամոթ։ Բայց հետո Արմենուհին շրջվեց եւ հեռացավ, առանց ասելու մի բառ։ Եվ այդ լռությունը ավելի ցավեց, քան ցանկացած բառ կարող էր ցավեցնել։ 1981 թվականի հունիսին Լուսինեն փորձեց վերադառնալ բեմ։ Նա գնաց մի փոքր ակումբ եւ առաջարկեց երգել անվճար, պարզապես որպեսզի մարդիկ հիշեն նրան։ Կազմակերպիչը նայեց նրան եւ ասաց. «Ներողություն, բայց մենք փնտրում ենք ինչ-որ մեկին ավելի թարմ»։ Թարմ։ Լուսինեն 31 տարեկան էր։ Նա եղել էր Հայաստանի ամենահայտնի ձայնը, եւ հիմա նա ոչ բավականաչափ թարմ էր։ Նա դուրս եկավ այդ ակումբից եւ քայլեց փողոցներով ժամերով։ Նա չգիտեր, թե ուր է գնում։ Նա պարզապես քայլում էր, հուսալով, որ քայլելը կդադարեցնի ցավը։ Բայց ցավը միշտ այնտեղ էր, նրա կրծքում, ծանր, անխուսափելի։ 1981 թվականի հուլիսին Լուսինեի հեռախոսը դադարեց զանգել։ Նույնիսկ կազմակերպիչները այլևս չէին զանգահարում։ Նա դարձել էր անտեսանելի, մոռացված։ Նա նստում էր իր դատարկ բնակարանում եւ նայում էր հեռախոսին, սպասելով, աղոթելով, որ այն զանգի։ Բայց այն լռում էր։ Եվ այդ լռությունը ավելի բարձրաձայն էր, քան ցանկացած աղմուկ։ Այն ասում էր նրան, որ նա այլևս կարևոր չէ, որ նա այլևս անհրաժեշտ չէ, որ աշխարհը շարունակում է պտտվել առանց նրա։ Մի գիշեր Լուսինեն նստեց իր հին դաշնամուրի մոտ, այն, որը չէր վաճառել, որովհետև չէր կարող։ Այն եղել էր նրա մոր նվերը։ Նա դիպավ ստեղներին եւ փորձեց երգել, բայց ձայնը չեկավ։ Կամ ավելի ճիշտ, ձայնը եկավ, բայց այն այլևս նույնը չէր։ Այն կոտրված էր, թույլ, դողդոջուն։ Լուսինեն լաց եղավ։ Նա լաց եղավ առաջին անգամ տարիներ շարունակ ոչ թե լուռ, այլ բարձրաձայն, խորը, ցավոտ։ Նա լաց եղավ այն կնոջ համար, ով նա եղել էր, այն կնոջ համար, ով նա կարող էր լինել, եւ այն կնոջ համար, ով նա դարձել էր։ Եվ ոչ ոք չլսեց նրա լացը։ Ոչ ոք չեկավ նրան փրկելու։
1981 թվականի օգոստոսի 15-ին Լուսինե Զաքարյանը գրեց նամակ։ Նա գրեց այն ձեռքով, դանդաղ, ուշադիր։ Նամակում նա պատմեց ամեն ինչ՝ պայմանագրի մասին, Վահագնի մասին, Չին, Արմենուհու մասին, Մեսչյանի մասին, լռության մասին։ Նա գրեց այն բոլոր բառերը, որոնք երբեք չէր կարողացել ասել բարձրաձայն։ Եվ վերջում նա գրեց. «Ես երգեցի ձեզ համար։ Ես տվեցի ձեզ ամեն ինչ, բայց երբ ես կարիք ունեի ձեզ, դուք լռեցիք։ Ձեր լռությունը սպանեց ինձ ավելի արագ, քան ցանկացած հիվանդություն կարող էր սպանել»։ Նա դրեց նամակը ծրարի մեջ, բայց չուղարկեց։ Նա պարզապես թողեց այն սեղանին։ Գուցե նա հուսում էր, որ մեկը կգտնի այն, գուցե նա հուսում էր, որ մեկը կհասկանա։ Բայց ով էր գալու։ Ով էր փնտրելու նրան։ Այն մարդիկ, ովքեր երբեմն սիրել էին նրան, հիմա զբաղված էին իրենց սեփական կյանքերով, իրենց սեփական կարիերաներով, իրենց սեփական փառքած, իրենց սեփական փառքով։ Նրանք մոռացել էին Լուսինե Զաքարյանին, կամ գուցե նրանք երբեք իսկապես չէին ճանաչել նրան։ Գուցե նրանք սիրել էին միայն աստղը, ոչ թե կինը։ Եվ երբ աստղը մարեց, նրանք շարժվեցին հաջորդ լույսի ետևից։ Բայց կինը, իրական, կենդանի, ցավող կինը մնաց միայնակ մութության մեջ։ Եվ այդ մութությունը դառնում էր ավելի ու ավելի խորը, մինչև վերջապես այն կլանեց նրան ամբողջությամբ։ Բայց դա էլ պատմություն է։ Պատմություն, որը պատմելու են մյուսները։ Պատմություն, որը կսկսվի այն հարցով, որը բոլորը խուսափում էին հարցնել. ինչու ոչ ոք չփրկեց նրան, երբ դեռ ժամանակ կար։ 1981 թվականի սեպտեմբերին Լուսինե Զաքարյանի բնակարանի դուռը բացվեց վերջին անգամ։ Ներս մտավ կինը, ում անունը Լուսինեն երբեք չիմացավ, բայց ում դեմքը երբեք չմոռացավ։ Նա եկել էր որպես սոցիալական աշխատող, բայց նրա աչքերում Լուսինեն տեսավ ոչ թե կարեկցանք, այլ հետաքրքրասիրություն։ Այն տեսակի հետաքրքրասիրությունը, որով մարդիկ նայում են կատաստրոֆաներին։ Կինը նայեց շուրջը, մդատարկ սենյակներին, փոշոտ հատակին, կեղտոտ պատուհաններին։ Նա հանեց նոթատետր և սկսեց գրել։ Եծգրել։ Լուսինեն նստած էր անկյունում և հետևում էր, թե ինչպես է այս օտար մարդը գրանցում նրա անկման յուրաքանչյուր մանրամասը։ Կինը հարցրեց. «Երբ եք վերջին անգամ ուտել»։ Լուսինեն չհիշեց։ 2 օր առաջ, թե 3։ Ժամանակը կորցրել էր իմաստը։ Կինը գրեց ևս մի բան և ասաց. «Մենք կփորձենք օգնել ձեզ»։ Բայց նրա ձայնում չկար համոզվածություն, կար միայն պարտականություն, սառը, պաշտոնական, անհոգ։ Երբ կինը հեռացավ, Լուսինեն նայեց դռանը և մտածեց, արդյոք սա էր օգնությունը, որի համար նա սպասել էր։ Արդյոք սա էր այն ձեռքը, որը պետք է քաշեր նրան անդնդից։ Թե սա պարզապես ևս մեկ ձևականություն էր, ևս մեկ թուղթ, որը կդրվեր պատյանի մեջ և կմոռացվեր։ Նույն շաբաթ Լուսինեն ստացավ նամակ բանկից։ Նրա վարկը ժամկետանց էր 3 ամիս։ Եթե նա չվճարեր հաջորդ 30 օրվա ընթացքում, բնակարանը կբռնագրավվեր։ Լուսինեն կարդաց նամակը 3 անգամ, հուսալով, որ բառերը կփոխվեն, որ թվերը կփոքրանան։ Բայց դրանք մնացին նույնը, անողոք, անխուսափելի։ Նա փորձեց հաշվել, թե որտեղից կարող էր գտնել փող։ Նա չուներ ոչինչ վաճառելու, ոչ ոք փող տալու, ոչ մի տեղ դիմելու։ Նա մտածեց զանգահարել Մեսչյանին, բայց հիշեց, թե ինչպես էր նա անտեսել նրան վերջին անգամ։ Նա մտածեց զանգահարել Արմենուհուն, բայց հիշեց այն բառերը՝ վատ ազդեցություն։ Նա նույնիսկ մտածեց զանգահարել Վահագնին, բայց հասկացավ, որ նա կծիծաղեր նրա դեմքին։ Եվ այդ պահին Լուսինեն հասկացավ, որ նա իսկապես միայնակ է։ Ոչ միայն հոգեպես, այլև գործնականորեն։ Նա չուներ ոչ մի մարդ, ում կարող էր դիմել, ոչ մի մարդ, ով կհոգար նրա մասին։ 1981 թվականի հոկտեմբերին Երևանում սկսվեց նոր սեզոնը։ Ֆիլհարմոնիան հայտարարեց իր ծրագիրը։ Լուսինեն տեսավ պաստառը փողոցում, նոր երգչուհիների անուններ, նոր դեմքեր, նոր աստղեր։ Նրա անունը չկար ցանկում։ Նա կանգնեց այդ պաստառի առջև և նայեց այն երիտասարդ կանանց լուսանկարներին, նրանց փայլուն աչքերին, նրանց վստահ ժպիտներին։ Նրանք էին այն, ինչ նա եղել էր 10 տարի առաջ։ Նրանք հավատում էին, որ փառքը հավերժ է, որ սերը իրական է, որ ընկերությունը անկեղծ է։ Նրանք դեռ չգիտեին, որ հիտեին, որ համակարգը, որը բարձրացնում է քեզ, նույն համակարգն է, որը կկործանի քեզ։ Լուսինեն ուզում էր գնալ նրանց մոտ, ուզում էր զգուշացնել նրան, ուզում էր ասել. «Մի հավատացեք նրանց։ Մի տվեք ձեր ամբողջ կյանքը, պահպանեք ինչ-որ բան ձեզ համար»։ Բայց նա չարեց։ Նա պարզապես շրջվեց և հեռացավ։ Ով կլսեր ընկած աստղի խորհուրդը։ Ով կհավատար կնոջը, ում անունը դարձել էր զգուշացում, ոչ թե ոգեշնչում։ Նույն ամիս Լուսինեն տեսավ Արմենուհուն հեռուստացույցում։ Նա տվել էր հարցազրույց մի հայտնի լրագրողի։ Լրագրողը հարցրեց. «Ինչպես եք հասել այսքան հաջողության»։
Արմենուհին ժպտաց, այն կատարյալ պրակտիկայով ձևավորված ժպիտը, որը Լուսինեն այնքան լավ էր ճանաչում։ Ես միշտ շրջապատված եմ եղել հիանալի մարդկանցով, ասաց Արմենուհին։ Իմ ընկերները, իմ գործընկերները, նրանք բոլորը աջակցել են ինձ։ Նա թվարկեց անուններ, ռեժիսորներ, կոմպոզիտորներ, այլ լերասաններ։ Բայց Լուսինեի անունը չհնչեց։ Ոչ մի անգամ։ Ոչ մի հիշատակում այն կնոջ մասին, ով բացել էր նրա համար առաջին դուռը, ով ներկայացրել էր նրան առաջին կարևոր մարդկանց, ով կանգնել էր նրա կողքին, երբ ոչ ոք չէր հավատում նրան։ Լուսինեն նայում էր էկրանին եւ զգում էր, թե ինչպես է նրա սիրտը դառնում քար։ Ոչ թե ցավից, այլ անզգայությունից։ Նա այլևս չէր զարմանում։ Նա այլևս չէր վիրավորվում։ Նա պարզապես ընդունում էր։ Սա էր իրականությունը։ Սա էր այն աշխարհային աշխարհը, որտեղ նա ապրել էր։ Աշխարհ, որտեղ մարդիկ օգտագործում էին միմյանց որպես աստիճաններ, եւ երբ աստիճանը այլևս անհրաժեշտ չէր, այն նետվում էր աղբարկղ։ 1981 թվականի նոյեմբերին Լուսինեի մայրը մահացավ Գյումրիում։ Լուսինեն իմացավ այդ մասին 3 օր անց հեռախոսազանգից հարևանի կողմից։ Նա չուներ փող գնալու թաղմանը։ Նա չուներ փող գնելու ծաղիկներ։ Նա նույնիսկ չուներ համապատասխան հագուստ։ Նա նստեց իր բնակարանում եւ փորձեց լալ, բայց արդյունքները չեկան։ Նա արդեն իսկ լացել էր այնքան շատ, որ չէր մնացել ոչինչ։ Նա մտածեց իր մոր մասին, այն կնոջ մասին, ով երգել էր նրան քնելուց առաջ, ով սովորեցրել էր նրան սիրել երաժշտությունը, ով երազել էր տեսնել իր դստերը բեմում։ Մայրը տեսել էր Լուսինեի վերելքը, բայց չէր ապրել տեսնելու նրա անկումը։ Գուցե դա լավ էր։ Գուցե լավ էր, որ մայրը չտեսավ, թե ինչի էր վերածվել նրա դուստրը։ Բայց Լուսինեն ուզում էր, որ մայրը այնտեղ լիներ։ Նա ուզում էր լսել նրա ձայնը, զգալ նրա գրկախառնումը, լսել նրան ասելիս ամեն ինչ կլավանա, իմ աղջիկս։ Բայց մայրը չէր այնտեղ։ Եվ ոչ ոք այլ չէր այնտեղ։ Լուսինեն միայնակ էր նույնիսկ իր սգում։ Մի շաբաթ անց Լուսինեն ստացավ եւս մի նամակ։ Այս անգամ դա չէր բանկից։ Դա էր Հայ ֆիլմի ստուդիայից։ Նրանք պաշտոնապես լուծում էին նրա պայմանագիրը պարտավորությունների չկատարման պատճառով։ Նամակը սառն էր, իրավաբանական, լի տերմիններով, որոնք Լուսինեն չհասկացավ։ Բայց նա հասկացավ հիմնական իմաստը։ Նա այլևս աշխատակից չէր։ Նա այլևս մաս չէր համակարգի։ Նա դուրս էր նետված։ Լուսինեն նայեց այդ նամակին եւ մտածեց. արդյոք սա էր ազատությունը, որի մասին նա երազել էր։ Արդյոք սա էր այն պահը, երբ նա վերջապես կարող էր շնչել։ Բայց նա չզգաց ազատություն։ Նա զգաց միայն դատարկություն։ Որովհետև ազատությունը առանց նպատակի, առանց ապագայի, առանց հույսի, պարզապես մեկ այլ տեսակի բանտ է։ Դեկտեմբերին ձյունը ծածկեց Երևանը։ Լուսինեի բնակարանը սառ էր։ Ջեռուցումը անջատված էր, որովհետև նա չէր վճարել հաշիվները։ Նա փաթաթվում էր բոլոր իր հագուստներում եւ նստում էր անկողնում, փորձելով տաքանալ։ Նա ուտում էր մի անգամ օրը, հաց եւ թեյ, երբեմն մի փոքր պանիր, եթե նա կարողանում էր գտնել։ Նրա մարմինը նիհարում էր, նրա դեմքը գունատվում էր, նրա աչքերը խորանում էին։ Երբ նա նայում էր հայելուն, նա չէր ճանաչում այն կնոջը, ով նայում էր նրան ետ։ Սա չէր Լուսինե Զաքարյանը, աստղը, երգչուհին, կինը, ում սիրում էին հազարավորները։ Սա էր ուրվական, կոտրված, մոռացված։ Բայց ամենավատը չէր ֆիզիկական փոփոխությունը, ամենավատը հոգեկան փոփոխությունն էր։ Լուսինեն զգում էր, թե ինչպես է նրա ներսում ինչ-որ բան մարում։ Ոչ թե հանկարծ, այլ դանդաղ, անխուսափելի։ Նա զգում էր, թե ինչպես է նրա կամքը թուլանում, նրա հույսը մարում, նրա ցանկությունը շարունակելու անհետանում։ Մի գիշեր, երբ ձյունը հարվածում էր պատուհանին, Լուսինեն լսեց զանգ դռանը։ Նա չէր սպասում ոչ ոքի։ Նա վախեցավ։ Գուցե դա էին բանկի մարդիկը, եկել բռնագրավելու բնակարանը։ Գուցե դա էին Վահագնի հին պարտատերերը, փնտրելով փող։ Նա չբացեց դուռը։ Նա պարզապես նստեց անկողնում եւ սպասեց։ Զանգը կրկնվեց, 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ։ Հետո լռություն։ Լուսինեն սպասեց 10 րոպե, հետո դանդաղ մոտեցավ դռանը։ Նա նայեց դռնակին։ Հատակին կար ծրար։ Նա բացեց դուռը եւ նայեց դատարկ միջանցքին։ Ոչ ոք չկար։ Նա վերցրեց ծրարը եւ մտավ ներս։ Ծրարի մեջ կար փող, 100 ռուբլի եւ մի փոքրիկ նշում, մի մարդուց, ով հիշում է քո ձայնը։ Ոչ մի ստորագրություն, ոչ մի անուն։ Լուսինեն նստեց հատակին եւ բռնեց այդ փողը իր ձեռքերում։ 100 ռուբլի։ Դա բավական էր մի ամսվա համար, եթե նա խնայողաբար ապրեր։ Բայց ով էր ուղարկել այն։ Ով էր հիշում նրան։ Ով էր հոգում դեռ։ Նա երբեք չիմացավ։ Բայց այդ գիշեր առաջին անգամ ամիսներ շարունակ Լուսինեն քնեց մի փոքր ավելի հանգիստ։
Ոչ թե որովհետև նա ուներ փող, այլ որովհետև նա գիտեր, որ ինչ որ տեղ, ինչ որ մեղ դեռ մեկը դեռ հիշում էր նրան։ Ինչ որ մեկը դեռ հոգում էր։ Եվ այդ փոքրիկ գիտելիքը բավական էր, որպեսզի նա շարունակեր ևս մեկ օր։ 1982 թվականի հունվարին Լուսինե Զաքարյանը սկսեց տեսնել երազներ։ Ոչ թե քնած, այլ արթուն։ Նա նստում էր իր սառը բնակարանում եւ տեսնում էր բեմը, լույսերը, հանդիսատեսին, իր ձեռքում միկրոֆոնը։ Նա լսում էր ծափահարությունները, զգում էր ջերմությունը, համնը, համտեսը սիրո։ Բայց երբ նա բացում էր աչքերը, ամեն ինչ անհետանում էր։ Մնում էր միայն սառը լռություն, դատարկություն։ Այդ երազները դառնում էին ավելի ու ավելի հաճախակի։ Երբեմն նա չէր կարողանում տարբերել, թե ուր էր վերջանում երազը եւ սկսվում իրականությունը։ Նա խոսում էր մարդկանց հետ, ովքեր այնտեղ չէին։ Նա պատասխանում էր հարցերի, որոնք ոչ ոք չէր տալիս։ Նա երգում էր երգեր դատարկ սենյակում, հավատալով, որ հազարավորներ լսում են նրան։ Հարևանները լսում էին նրա ձայնը պատերի միջով եւ շշնջում էին միմյանց. աղջիկը խելագարվել է։ Բայց Լուսինեն չէր խելագարվել։ Նա պարզապես փախչում էր։ Փախչում էր իրականությունից, որը դարձել էր անտանելի։ Մի օր փետրվարին Լուսինեն որոշեց գնալ ֆիլհարմոնիա։ Նա չգիտեր ինչու։ Նա պարզապես զգաց, որ պետք է գնա։ Նա հագավ իր լավագույն զգեստը, այն, որը հագել էր իր վերջին համերգում 3 տարի առաջ։ Զգեստը հիմա մեծ էր նրա վրա, կախվում էր նրա նիհարած մարմնի վրա։ Նա փորձեց դիմահարդարվել, բայց նրա ձեռքերը դողում էին, եւ շրթներկը տարածվեց նրա դեմքի վրա։ Նա նայեց հայելուն եւ տեսավ ծաղրածու, կնոջ, ով փորձում էր լինել ինչ-որ մեկը, ով նա այլևս չէր։ Բայց նա չհանեց զգեստը։ Նա դուրս եկավ փողոց։ Մարդիկ շրջվում էին նրան նայելու, ոչ թե հիացմունքից, այլ զարմանքից, գուցե նույնիսկ ափսոսանքից։ Լուսինեն քայլում էր հյուսիսային պողոտայով, նույն պողոտայով, որտեղ երբեմն մարդիկ կանգ էին առնում նրան տեսնելու համար։ Բայց հիմա նրանք պարզապես անցնում էին նրա կողքով, շտապելով իրենց սեփական կյանքներին։ Երբ Լուսինեն հասավ ֆիլհարմոնիա, նա տեսավ պաստառ, այդ երեկո համերգ էր։ Նոր երգչուհի, նոր ծրագիր։ Նա մտավ ներս։ Դռնապանը նայեց նրան կասկածանքով։ Տոմսը, հարցրեց նա։ Լուսինեն ասաց. Ես Լուսինե Զաքարյանն եմ։ Դռնապանը նայեց նրան, այդ նիհարած գունատ կնոջը փառասեր զգեստով եւ կեղտոտ կոշիկներով։ Նա չճանաչեց նրան։ Տոմսը, կրկնեց նա։ Լուսինեն չուներ տոմս։ Նա չուներ փող գնելու տոմս։ Նա պարզապես ուզում էր մտնել, նստել հետին շարքում, լսել երաժշտությունը, զգալ այն ջերմությունը, որը նա այնքան սիրել էր։ Բայց դռնապանը արդեն իսկ կանչում էր անվտանգության աշխատակցին։ Լուսինեն շրջվեց եւ դուրս եկավ։ Նա նստեց աստիճաններին դրսում եւ լսեց երաժշտությունը, որը գալիս էր ներսից։ Նա փակեց աչքերը եւ պատկերացրեց, որ նա ներսում է, որ նա բեմում է, որ նա երգում է։ Եվ մի պահի համար նա զգաց երջանկություն, բայց երջանկությունը չտևեց երկար։ Անվտանգության աշխատակիցը դուրս եկավ եւ ասաց նրան հեռանալ։ Դուք խանգարում եք մարդկանց, ասաց նա։ Լուսինեն նայեց նրան եւ ուզում էր ասել. ես երբեմն երգել եմ այստեղ, ես եղել եմ աստղ, մարդիկ սիրել են ինձ։ Բայց նա չասաց։ Նա պարզապես ոտքի ելավ եւ հեռացավ։ Նա քայլեց փողոցներով ժամերով, չգիտենալով թե ուր է գնում։ Երբ նա վերջապես վերադարձավ տուն, արևը արդեն իսկ մայր էր։ Նա նստեց իր անկողնում եւ հասկացավ, որ նա կորցրել էր ամեն ինչ։ Ոչ միայն իր կարիերան, ոչ միայն իր փողը, ոչ միայն իր ընկերներին, նա կորցրել էր իր ինքնությունը։ Նա այլևս չգիտեր, թե ով է։ Առանց բեմի, առանց երաժշտության, առանց ծափահարությունների, ով էր Լուսինե Զաքարյանը։ Նա չգիտեր պատասխանը։ Եվ այդ անգիտությունը սարսափեցնում էր նրան ավելի քան ցանկացած այլ բան։ Մարտին Լուսինեն ստացավ վերջնական ծանոթությունը բանկից։ Նրան տրվում էր 10 օր տեղափոխվելու բնակարանից, 10 օր գտնելու նոր տեղ, 10 օր հավաքելու իր կյանքի մնացորդները։ Բայց ուր կարող էր նա գնալ։ Նրա մայրը մահացել էր, նրա ամուսինը հեռացել էր, նրա ընկերները անհետացել էին։ Նա չուներ ազգականներ Երևանում, չուներ ոչ մի մարդ, ում կարող էր դիմել։ Նա մտածեց վերադառնալ Գյումրի, բայց ինչի համար։ Մայրիկի տունը վաճառված էր, նա այնտեղ ոչ ոք չէր ճանաչում։ Նա մտածեց գնալ ապաստարան, բայց գաղափարը ամաչեցրեց նրան։ Լուսինե Զաքարյանը, Հայաստանի ամենահայտնի ձայնը, ապաստարանում։ Ինչպես էր դա հնարավոր։ Բայց ինչպես էր հնարավոր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել վերջին 2 տարիների ընթացքում։ Ինչպես էր հնարավոր, որ մարդը կարող էր անցնել աստղից դեպի ոչինչ այդքան արագ։ Ապրիլի սկզբին Լուսինեն սկսեց փաթաթել իր իրերը։ Նա չուներ շատ բան։ Մի քանի զգեստ, մի քանի գիրք, մի քանի լուսանկար։ Նա նայեց այդ լուսանկարներին, իրեն բեմում, իրեն Արմենուհու հետ, իրեն Վահագնի հետ նրանց հարսանիքի օրը։ Այդ լուսանկարներում կինը ժպտում էր,
բայց Լուսինեն հիմա տեսնում էր, որ ժպիտը չէր հասնում աչքերին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ թվում էր կատարյալ, ինչ-որ բան սխալ էր, ինչ-որ բան կոտրված էր։ Նա պարզապես չէր ուզում տեսնել այն, կամ գուցե նա վախենում էր տեսնել, որովհետև եթե նա ընդուներ, որ ամեն ինչ սուտ էր, ապա ինչի համար էր նա ապրել, ինչի համար էր նա զնչի համար էր նա զոհաբերել այնքան շատ։ Լուսինեն վերցրեց այդ լուսանկարները և դրեց դրանք կրակի մեջ։ Նա նայեց, թե ինչպես են դրանք այրվում, ինչպես են դեմքերը ծուռվում և սևանում։ Եվ նա զգաց ինչ-որ տեսակի թեթևություն, ոչ թե ազատություն, այլ թեթևություն։ Անցյալը այրվում էր, և նրա հետ այրվում էր ցավը, սուտը, հուսաբեկությունը։ Բայց մի լուսանկար նա չայրեց։ Դա էր լուսանկարը նրա մոր հետ, երբ Լուսինեն եղել էր 10 տարեկան։ Նրանք կանգնած էին Սևանա լճի ափին, և մայրը բռնել էր նրա ձեռքը։ Լուսինեն հիշում էր այդ օրը։ Մայրը ասել էր նրան. «Դու կերքես ամբողջ աշխարհի համար իմ աղջիկս, բայց երբեք մի մոռացիր, թե ով ես իրականում»։ Լուսինեն այն ժամանակ չէր հասկացել, թե ինչ նշանակում էր դա, բայց հիմա նա հասկանում էր։ Մայրը փորձել էր զգուշացնել նրան, փորձել էր ասել, որ փառքը անցողիկ է, բայց ինքնությունը հավերժ։ Բայց Լուսինեն չէր լսել։ Նա ընտրել էր փառքը, և հիմա, երբ փառքը անհետացել էր, նա մնացել էր առանց ոչինչի։ Նա նայեց այդ լուսանկարին և շշնջաց. «Ներողություն, մայրիկ, ես մոռացա, թե ով եմ»։ Եվ այդ պահին, առաջին անգամ ամիսներ շարունակ, Լուսինեն լաց եղավ իսկական արցունքներով, ոչ թե ինքնակարեկցանքից, այլ իսկական սգից։ Սգից այն կնոջ համար, ով նա կարող էր լինել, բայց երբեք չդարձավ։ Ապրիլի 15-ին, երբ արևը բարձրանում էր Երևանի վրա, Լուսինե Զաքարյանը նստած էր իր դատարկ բնակարանում։ Նրա իրերը փաթաթված էին երկու պայուսակի մեջ։ Նա չգիտեր, թե ուր կգնա, բայց գիտեր, որ չի կարող մնալ այստեղ։ Նա նայեց շուրջը, այդ սենյակներին, որտեղ նա ապրել էր 10 տարի, որտեղ նա երազել էր, սիրել էր, տառապել էր։ Այս պատերը տեսել էին նրա վերելքը և նրա անկումը։ Նրանք լսել էին նրա երգերը և նրա լալացը։ Եվ հիմա նրանք լռում էին, անտարբեր, սառը, դատարկ։ Լուսինեն ոտքի ելավ և վերցրեց իր պայուսակները։ Նա դուրս եկավ բնակարանից և փակեց դուռը իր հետևից։ Նա չնայեց ետ։ Ինչի համար։ Այնտեղ ոչինչ չկար, ինչ արժեր հիշել։ Նա քայլեց փողոցներով, չգիտենալով, թե ուր է գնում։ Նրա ոտքերը տանում էին նրան ինքնաբերաբար դեպի կենտրոն, դեպի Հանրապետության հրապարակ։ Այնտեղ մարդիկ շարժվում էին իրենց առօրյա կյանքներում, շտապում դեպի աշխատանք, դեպի տուն, դեպի հանդիպումներ։ Ոչ ոք չնկատեց Լուսինեին, այդ նիհարած կնոջը երկու պայուսակներով։ Նա նստեց մի նստարանի վրա և նայեց մարդկանց։ Նրանք ուներին նպատակներ, ուներին տեղեր ուր գնալ, մարդիկ ում հետ լինել։ Բայց Լուսինեն չուներ ոչինչ։ Նա էր անտեր, անտուն, անանուն։ Նա մտածեց, թե ինչպես էր հասել այստեղ։ Ինչպես էր հնարավոր, որ կինը, ով երբեմն կանգնել էր այս նույն հրապարակում հազարավոր մարդկանց առջև և երգել էր, հիմա նստած էր այստեղ, անտեսանելի, մոռացված։ Հանկարծ Լուսինեն լսեց ծանոթ ձայն։ Նա բարձրացրեց գլուխը և տեսավ Արմենուհուն։ Նա քայլում էր հրապարակով, երկու այլ կանանց հետ։ Բոլորը հագած էին թանկ զգեստներ, բոլորը ծիծաղում էին։ Լուսինեի սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Նա ուզում էր կանչել, ուզում էր վեր կենալ, ուզում էր վազել Արմենուհու մոտ։ Բայց նա չարեց։ Նա պարզապես նստեց այնտեղ և նայեց։ Արմենուհին մոտենում էր։ Նա պետք է անցներ Լուսինեի կողքով։ Լուսինեն սպասեց։ Գուցե Արմենուհին կկանգներ, գուցե նա կճանաչեր նրան, գուցե նա կասեր ինչ-որ բան։ Բայց երբ Արմենուհին հասավ նստարանին, նա պարզապես անցավ։ Նա նայեց Լուսինեին, մի վայրկյան, ոչ ավելի։ Նրա աչքերը հանդիպեցին Լուսինեի աչքերին։ Եվ այդ պահին Լուսինեն տեսավ ճանաչում։ Արմենուհին գիտեր, թե ով էր նա, բայց նա չկանգնեց։ Նա պարզապես շարունակեց քայլել, ծիծաղելով իր ընկերուհիների հետ, կարծես Լուսինեն չկար։ Լուսինեն նայեց նրանց հեռանալուն։ Նա չզգաց ցավ, նա չզգաց զայրույթ։ Նա զգաց միայն հաստատում։ Հաստատում այն բանի, ինչ նա արդեն իսկ գիտեր։ Այդ մարդիկը, այդ աստղային ընկերները երբեք իսկապես ընկերներ չէին եղել։ Նրանք եղել էին գործընկերներ, օգտագործողներ, դերասաններ իրենց սեփական կյանքի թատրոնում։ Եվ երբ Լուսինեի դերը վերջացավ, նրանք պարզապես գտան նոր դերասան։ Սա էր իր իրականությունը։ Սա էր այն աշխարհը, որտեղ նա ապրել էր։ Եվ հիմա, երբ նա դուրս էր այդ աշխարհից, նա կարող էր տեսնել այն այնպիսին, ինչպիսին այն իսկապես էր՝ սառը, հաշվարկված, անգութ։ Լուսինեն ոտքի ելավ և շարունակեց քայլել։ Նա չգիտեր, թե ուր է գնում, բայց գիտեր, որ պետք է շարժվի։ Եթե նա կանգ առներ, նա կընկներ։ Եվ եթե նա ընկներ, նա երբեք չէր վեր կենալ։
Նա քայլեց ժամերով, միջով քաղաքի, անցնելով փողոցներով, որոնք երբեմն ծանոթ էին, բայց հիմա օտար թվում էին։ Երբ արևը սկսեց մայ լինել, Լուսինեն գտավ իրեն մի փոքր այգում, հեռու կենտրոնից։ Այնտեղ կար մի նստարան ծառի տակ։ Նա նստեց այնտեղ եւ դրեց իր պայուսակները կողքին։ Նա նայեց երկնքին, վարդագույն եւ նարնջագույն մայրամուտից։ Դա գեղեցիկ էր։ Լուսինեն չէր նկատել գեղեցկությունը երկար ժամանակ։ Նա այնքան շատ էր կենտրոնացած իր ցավի, իր կորստի, իր միայնության վրա, որ մոռացել էր նայել շուրջը։ Բայց հիմա, այս հանգիստ պահին, նա տեսավ այն։ Եվ մի պահի համար նա զգաց խաղաղություն, բայց խաղաղությունը չտևեց։ Որովհետև Լուսինեն գիտեր, որ երբ գիշերը գար, նա պետք է որոշեր ուր քնել։ Նա չէր կարող մնալ այգում, ոստիկանությունը կհաներ նրան։ Նա չէր կարող գնալ հյուրանոց, նա չուներ փող։ Նա կարող էր գնալ ապաստարան, բայց գաղափարը դեռ ամաչեցնում էր նրան։ Ոչ թե հպարտությունից, այլ վախից։ Նա գիտեր, ինքը ոչ միայն հանրապետության մարդ չէր, նա նաև մեղետ էր։ Հպարտությունից, այլ վախից։ Վախից, որ եթե նա գնար ապաստարան, դա նշանակեր, որ նա վերջապես ընդունում էր իր իրավիճակը։ Դա նշանակեր, որ նա վերջապես հրաժարվում էր հույսից։ Եվ Լուսինեն դեռ չէր պատրաստ հրաժարվել, ոչ դեռ։ Նա դեռ հավատում էր, որ ինչ-որ բան կփոխվեր, որ ինչ-որ մեկը կգար, որ հրաշք կտեղի ունենար։ Բայց խորը ներսում նա գիտեր, որ հրաշքները չեն գալիս նրանց համար, ովքեր սպասում են։ Հրաշքները գալիս են նրանց համար, ովքեր պայքարում են։ Եվ Լուսինեն այլևս չուներ ուժ պայքարելու։ Երբ գիշերը ընկավ, Լուսինեն դեռ նստած էր այդ նստարանի վրա։ Այգին դատարկ էր։ Միայն նա էր այնտեղ, իր պայուսակների եւ իր մտքերի հետ։ Նա փաթաթվեց իր բաճկոնի մեջ եւ փորձեց քնել, բայց քունը չեկավ։ Սառ էր եւ նստարանը կոշտ էր, եւ նրա մտքերը շատ բարձրաձայն էին։ Նա մտածում էր իր կյանքի մասին, բոլոր ընտրությունների, բոլոր սխալների, բոլոր կորցրած հնարավորությունների մասին։ Նա մտածում էր այն մարդկանց մասին, ովքեր նրան դավաճանել էին, եւ այն մարդկանց մասին, ում նա դավաճանել էր իր սեփական ինքնությանը։ Նա մտածում էր իր մոր մասին, ով երազել էր տեսնել իր դստերը երջանիկ, ոչ թե հայտնի։ Եվ նա մտածում էր այն փոքրիկ աղջիկա մասին, ով երբեմն երգել էր Գյումրիի փողոցներում, ոչ թե փողի կամ փառքի համար, այլ պարզապես որովհետև սիրում էր երգել։ Երբ էր այդ աղջիկը կորել։ Երբ էր Լուսինեն դադարել լինել ինքը, իրեն, եւ դարձել ինչ-որ մեկը, ում ուրիշները ուզում էին, որ նա լիներ։ Լուսինեն բացեց աչքերը եւ նայեց աստղերին։ Դրանք փայլում էին բարձրում, հեռու, անհասանելի, հավերժ։ Նա մտածեց, թե արդյոք աստղերը միայնակ են զգում։ Արդյոք նրանք ցանկանում են իջնել երկինքից եւ լինել պարզապես սովորական լույսեր։ Արդյոք նրանք հոգնում են փայլելուց։ Լուսինեն ժպտաց դառնորեն։ Նա եղել էր աստղ, եւ հիմա նա գիտեր պատասխանը։ Աստղերը միայնակ են։ Նրանք միշտ միայնակ են, որովհետև մարդիկ չեն սիրում աստղերը։ Նրանք սիրում են լույսը, որը աստղերը տալիս են։ Եվ երբ լույսը մարում է, նրանք շարժվում են հաջորդ աստղի ետևից։ Սա էր ճշմարտությունը, որը Լուսինեն սովորել էր ամենաբարձր գնով։ Եվ հիմա նստած այդ սառը նստարանի վրա, դատարկ այգում, մոռացված քաղաքում, նա վերջապես հասկացավ, որ նա երբեք չէր եղել աստղ։ Նա եղել էր պարզապես կին։ Կին, ով երգում էր, կին, ով սիրում էր, կին, ով տառապում էր։ Եվ այդ բավական էր, կամ գուցե պետք է բավական լիներ։ Բայց արդյոք այն երբևէ կլիներ բավական նրանց համար, ովքեր պահանջել էին ավելին, ովքեր վերցրել էին ամեն ինչ եւ չէին տվել ոչինչ ետ։ Արդյոք նրանք երբևէ կհասկանային, թե ինչ էին արել։ Արդյոք նրանք երբևէ կզգային մեղք։ Լուսինեն չգիտեր։ Եվ այդ գիշեր, երբ սառը քամին փչում էր ծառերի միջով, նա վերջապես դադարեց հարցնել։ Ապրիլի 19 թվականին, երբ Լուսինե Զաքարյանը դեռ նստած էր այդ սառը նստարանի վրա, նրա մոտ մոտեցավ տղամարդ, մոտավորապես 50 տարեկան, հագած էր հին բանվորական հագուստ։ Նա դրեց նրա կողքին փոքրիկ թղթե տոպրակ եւ ասաց. «Ուտեք, տիկին, դուք երեկվանից այստեղ եք»։ Լուսինեն նայեց տոպրակին, հետո տղամարդուն։ Նրա դեմքը ծանոթ չէր, բայց աչքերում կար ինչ-որ բան, ջերմություն, մարդկայնություն, այն ինչ Լուսինեն չէր տեսել ամիսներ շարունակ։ «Ո՞վ եք դուք», հարցրեց նա։ Տղամարդը ժպտաց. «Ես եմ Գևորգը, ես աշխատում եմ այստեղ այգեպանի, ես տեսա ձեզ երեկ եւ մտածեցի, որ գուցե կարիք ունեք օգնության»։ Լուսինեն բացեց տոպրակը, ներսում կար թարմ հաց, պանիր, իխնձոր, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Ոչ թե սովից, այլ այն պարզ բարությունից, որ այս օտար մարդը ցույց էր տալիս։ «Շնորհակալություն», շշնջաց նա։ Գևորգը գլուխ թեքեց։ «Մի երբեք մի շնորհակալ եք մարդուն, ով պարզապես անում է այն, ինչ ճիշտ է»։
Նա շրջվեց հեռանալու, բայց Լուսինեն կանչեց նրան։ «Սպասեք, դուք ճանաչում եք ինձ»։ Գևորգը կանգ առավ եւ նայեց նրան ուշադիր։ «Ես ճանաչում եմ ցավը, երբ տեսնում եմ այն տիկին։ Անունները կարևոր չեն»։ Եվ նա հեռացավ, թողնելով Լուսինեին միայնակ իր մտքերի եւ այդ պարզ նվերի հետ։ Բայց այդ նվերը ավելին էր, քան պարզապես կերակուր։ Դա էր հիշեցում, որ աշխարհում դեռ կային մարդիկ, ովքեր հոգում էին ոչ թե քո անվան, այլ քո մարդկայնության համար։ Արդյոք Լուսինեն երբևէ կհանդիպեր նման մարդկանց, եթե չընկներ այդքան ցածր։ Արդյոք փառքը թաքցրել էր նրանից իրական աշխարհը, այն աշխարհը, որտեղ մարդիկ օգնում էին միմյանց առանց սպասելու ոչինչի հետ։ Հաջորդ 3 օրերի ընթացքում Գևորգը վերադարձավ ամեն առավոտ, բերելով կերակուր, երբեմն ջուր, երբեմն պարզապես մի քանի բառ։ Նա երբեք չհարցրեց Լուսինեի անունը, երբեք չփորձեց իմանալ նրա պատմությունը։ Նա պարզապես էր այնտեղ, լուռ, հուսալի, մարդկային։ 4-րդ օրը Լուսինեն վերջապես հարցրեց. «Ինչու եք դուք օգնում ինձ։ Դուք չգիտեք, թե ով եմ ես»։ Գևորգը նստեց նրա կողքին նստարանի վրա։ 30 տարի առաջ ես կորցրի ամեն ինչ, ասաց նա։ Իմ կինը, իմ աշխատանքը, իմ տունը։ Ես նստեցի այս նույն այգում եւ մտածեցի վերջ տալ ամեն ինչին։ Բայց մի օտար մարդ եկավ եւ տվեց ինձ հաց։ Նա ասաց ինձ մի բառ, որը փրկեց իմ կյանքը։ Նա ասաց. «Վաղը կարող է լինել ավելի լավ, բայց միայն եթե դու ապրես այն տեսնելու համար»։ Լուսինեն նայեց նրան։ «Եվ եղավ ավելի լավ»։ Գևորգը ժպտաց տխուր ժպիտով։ «Ոչ միշտ, բայց ես դեռ այստեղ եմ, եւ դա նշանակում է, որ ես չեմ հանձնվել, եւ դուք էլ չպետք է հանձնվեք տիկին»։ Նա ոտքի ելավ եւ դրեց ձեռքը Լուսինեի ուսին։ «Ինչ էլ որ դուք կորցրել եք, դուք դեռ ունեք ինչ-որ բան, որը ոչ ոք չի կարող վերցնել ձեզնից։ Դուք ունեք ձեր շունչը, ձեր սիրտը, ձեր ձայնը»։ Եվ այդ վերջին բառը հարվածեց Լուսինեին ինչպես կայծակը, նրա ձայնը։ Նա մոռացել էր իր ձայնի մասին։ Նա այնքան երկար էր լռել, որ մոռացել էր, որ նա կարող էր խոսել, կարող էր երգել, կարող էր արտահայտել այն ամեն, ինչ կուտակվել էր նրա ներսում։ Արդյոք դա էր պատասխանը։ Արդյոք նա պետք է վերադառնար իր ձայնին ոչ թե որպես աստղը, այլ որպես ձմարդ։ Ապրիլի 22-ին Լուսինեն որոշեց կատարել ինչ-որ բան, ինչ նա չէր արել տարիներ շարունակ։ Նա որոշեց երգել, ոչ թե բեմում, ոչ թե փողի համար, այլ պարզապես երգել։ Նա գնաց հյուսիսային պողոտա, այնտեղ, որտեղ երբեմն մարդիկ կանգ էին առնում նրան տեսնելու համար։ Նա գտավ հանգիստ անկյուն մի հին շենքի մոտ եւ կանգնեց այնտեղ, իր 2 պայուսակներով ոտքերի մոտ։ Նա փակեց աչքերը եւ սկսեց երգել։ Ոչ մի հայտնի երգ, ոչ մի կոմպոզիտորի ստեղծագործություն։ Նա երգեց հին ժողովրդական երգ, որը նրա մայրը սովորեցրել էր նրան, երբ նա փոքր էր։ Երգ սիրո եւ կորստի մասին, երգ լեռների եւ տանձի մասին, երգ կնոջ մասին, ով սպասում էր իր սիրելիին, որը երբեք չվերադարձավ։ Լուսինեի ձայնը դողում էր սկզբում, կոտրված էր, թույլ, բայց երբ նա շարունակեց, ինչ-որ բան սկսեց փոխվել։ Ձայնը դարձավ ավելի ուժեղ, ավելի խորը, ավելի իսկական։ Դա այլևս չէր կատարյալ ձայնը, որը հնչել էր ֆիլհարմոնիայում։ Դա էր ձայն, որը տառապել էր, որը կոտրվել էր, որը վերածնվում էր։ Մարդիկ սկսեցին կանգ առնել։ Սկզբում 1-ը, հետո 2-ը, հետո 10-ը։ Նրանք լսում էին լուռ, հմայված։ Ոմանք ճանաչեցին Լուսինեին, այդ նիհարած գունատ կնոջը, ով երբեմն եղել էր Հայաստանի ամենահայտնի ձայնը։ Նրանք շշնջում էին միմյանց. «Սա Լուսինե Զաքարյանն է, ինչ է պատահել նրան»։ Բայց ավելի շատ մարդիկ չճանաչեցին նրան։ Նրանք պարզապես լսում էին երգը, այդ տխուր, գեղեցիկ, սրտառուչ երգը։ Երբ Լուսինեն ավարտեց, մի պահ լռություն էր։ Հետո մի ծեր կին մոտեցավ եւ դրեց մի քանի դրամ Լուսինեի ոտքերի մոտ։ «Շնորհակալություն, աղջիկս», ասաց նա։ «Դու երգեցիր իմ սրտի ցավը»։ Այլ մարդիկ հետևեցին, դրամներ, մետաղադրամներ, ոմանք նույնիսկ թղթադրամներ։ Լուսինեն նայեց այդ փողին եւ զգաց ինչ-որ տեսակի ազատություն։ Սա չէր այն փողը, որը նա վաստակել էր որպես աստղ, հսկայական գումարներ պայմանագրերից եւ համերգներից։ Սա էր պարզ փող, վաստակված պարզ կերպով, երգելով ոչ թե փառքի, այլ կապի համար։ Եվ առաջին անգամ տարիներ շարունակ Լուսինեն զգաց, որ նա արժեք ուներ, ոչ թե որպես ապրանք, այլ որպես մարդ։ Բայց ոչ բոլորը էին երախտապարտ։ Երբ Լուսինեն հավաքեց փողը եւ պատրաստվում էր հեռանալ, նա լսեց ծանոթ ձայն։ «Նայեք, թե ինչի է վերածվել մեծ Լուսինե Զաքարյանը, փողոցային երգչուհի»։ Լուսինեն բարձրացրեց գլուխը եւ տեսավ Արամ Գրիգորյանին, հին կոմպոզիտոր, ով երբեմն աշխատել էր Մեշչյանի հետ։ Նա կանգնած էր մի խումբ մարդկանց հետ, բոլորը հագած էին թանկ կոստյումներ, բոլորը նայում էին Լուսինեին արհամարհանքով։
Արամը շարունակեց. Ես միշտ ասում էի, որ դու չունես իսկական տաղանդ։ Դու ուներ միայն գեղեցիկ դեմք եւ Մեսեչյանի աջակցությունը, եւ հիմա երբ երկուսն էլ անհետացել են, դու ոչինչ ես։ Նրա ընկերները ծիծաղեցին։ Լուսինեն զգաց, թե ինչպես է նրա դեմքը տաքանում, թե ինչպես են նրա ձեռքերը սկսում դողալ։ Նա ուզում էր պատասխանել, ուզում էր պաշտպանվել, ուզում էր ասել, որ նա ավելին էր, քան պարզապես գեղեցիկ դեմք։ Բայց հետո նա հիշեց Գևորգի բառերը. «Դուք ունեք ձեր շունչը, ձեր սիրտը, ձեր ձայնը»։ Եվ նա հասկացավ, որ Արամի կարծիքը այլևս կարևոր չէր։ Այդ մարդկանց կարծիքները այլևս կարևոր չէին։ Նրանք ապրում էին աշխարհում, որտեղ արժեքը չափվում էր փողով եւ փառքով։ Բայց Լուսինեն այլևս չէր ապրում այդ աշխարհում։ Նա գտել էր նոր աշխարհ, որտեղ արժեքը չափվում էր ճշմարտությամբ եւ կապով։ Նա նայեց Արամին աչքերին եւ ասաց հանգիստ ձայնով. «Դու ճիշտ ես, Արամ։ Ես ոչինչ եմ։ Բայց գիտես, թե ինչ է տարբերությունը մեր միջև։ Ես գիտեմ, որ ես ոչինչ եմ։ Իսկ դու դեռ կարծում ես, որ դու ինչ-որ մեկն ես»։ Նա վերցրեց իր պայուսակները եւ հեռացավ, թողնելով Արամին կանգնած այնտեղ, նրա դեմքը կարմրած զայրույթից կամ ամոթից։ Արդյոք այդ բառերը փոխեցին ինչ-որ բան։ Արդյոք Արամը երբևէ կհասկանար, թե ինչ էր Լուսինեն ուզում ասել։ Գուցե ոչ։ Բայց դա այլևս կարևոր չէր։ Լուսինեն ասել էր այն, ինչ պետք է ասեր, եւ դա բավական էր։ Մայիսի սկզբին Լուսինեն սկսեց երգել ամեն օր փողոցում։ Ոչ միշտ նույն տեղում, ոչ միշտ նույն ժամանակ։ Նա պարզապես գնում էր, որտեղ նրա ոտքերը տանում էին, եւ երբ զգում էր ճիշտ պահը, նա կանգ էր առնում եւ սկսում երգել։ Երբեմն մարդիկ կանգ էին առնում եւ լսում, երբեմն նրանք պարզապես անցնում էին։ Երբեմն նա վաստակում էր բավական փող մի օրվա համար, երբեմն գրեթե ոչինչ։ Բայց Լուսինեն այլևս չէր հոգում փողի մասին այնպես ինչպես առաջ։ Նա երգում էր, որովհետև երգելը նրան կենդանի էր զգացնում։ Երգելը նրան հիշեցնում էր, թե ով էր նա իրականում, ոչ թե աստղ, ոչ թե ապրանք, այլ կին, ով սիրում էր երաժշտությունը։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ նա երգում էր, նա զգում էր, թե ինչպես է նրա ներսում ինչ-որ բան բուժվում։ Ոչ արագ, ոչ ամբողջությամբ, բայց դանդաղ, քայլ առ քայլ։ Մի օր, երբ Լուսինեն երգում էր Աբովյան փողոցում, նա նկատեց երիտասարդ աղջիկա մոտավորապես 16 տարեկան, ով կանգնած էր հեռարվում եւ լսում։ Աղջիկը չէր մոտենում, չէր դնում փող, պարզապես կանգնած էր եւ լսում էր արցունքներով աչքերով։ Երբ Լուսինեն ավարտեց, աղջիկը մոտեցավ։ «Դուք Լուսինե Զաքարյանն եք», հարցրեց նա դողդոջուն ձայնով։ Լուսինեն գլուխ թեքեց։ «Ես եմ, կամ ես եղել եմ, ես այլևս չգիտեմ»։ Աղջիկը սկսեց լալ։ «Իմ մայրը միշտ խոսում էր ձեր մասին», ասաց նա։ «Նա ասում էր, որ դուք ամենալավ երգչուհին եք, որին նա երբևէ լսել է։ Նա մահացավ անցյալ տարի, եւ ես խոստացա նրան, որ կգտնեմ ձեզ եւ կասեմ շնորհակալություն։ Շնորհակալություն այն երաժշտության համար, որը դուք տվեցիք նրան, երբ նա հիվանդ էր»։ Լուսինեն զգաց, թե ինչպես է նրա կրծքը սեղմվում։ Նա չէր գիտել այդ կնոջ մասին, չէր հիշում նրան։ Բայց նրա երաժշտությունը դիպել էր նրան, օգնել էր նրան, մխիթարել էր նրան։ Եվ հիմա, տարիներ անց, նրա դուստրը եկել էր ասելու շնորհակալություն։ Լուսինեն գրկեց աղջկան եւ լաց եղավ։ Ոչ թե տխրությունից, այլ ինչ-որ տեսակի ազատումից։ Նա հասկացավ, որ նրա կյանքը չէր եղել ընդունակ։ Նա դիպել էր մարդկանց, օգնել էր նրանց, նույնիսկ եթե չգիտեր այդ մասին։ Եվ դա ավելի կարևոր էր, քան ցանկացած համերգ, ցանկացած պայմանագիր, ցանկացած փառք։ Բայց ոչ բոլոր օրերը էին այդպես լավ։ Մայիսի 15-ին, երբ Լուսինեն երգում էր Հանրապետության հրապարակում, ոստիկանությունը եկավ եւ ասաց նրան հեռանալ։ «Դուք չունեք թույլտվություն երգելու այստեղ», ասաց ոստիկանը։ Լուսինեն փորձեց բացատրել, որ նա պարզապես փորձում էր վաստակել փող ապրելու համար, բայց ոստիկանը չլսեց։ Նա վերցրեց Լուսինեի փողը, այն փոքրիկ գումարը, որը նա հավաքել էր այդ օրը, եւ ասաց. «Եթե ես տեսնեմ ձեզ այստեղ կրկին, ես ձեզ կձերբակալեմ»։ Լուսինեն զգաց անօգնականություն։ Նա չէր կարող պայքարել համակարգի դեմ, նա չէր կարող պայքարել օրենքների դեմ։ Նա պարզապես կին էր, ով փորձում էր գոյատևել։ Բայց համակարգը չէր հոգում։ Համակարգը տեսնում էր նրան որպես խնդիր, որպես անկարգություն, որպես ինչ-որ բան, որը պետք է հեռացվեր։ Լուսինեն հեռացավ այդ հրապարակից եւ գտավ ավելի հանգիստ փողոց, հեռու կենտրոնից, հեռու ոստիկանությունից, հեռու այն աշխարհից, որը մերժել էր նրան։ Այդ երեկո, երբ Լուսինեն նստած էր իր սովորական նստարանի վրա այգում, Գևորգը եկավ նրա մոտ։ Նա տեսավ նրա դեմքի վրա տխրությունը եւ հարցրեց. «Ինչ է պատահել»։ Լուսինեն պատմեց նրան ոստիկանության մասին, կորցրած փողի մասին, անօգնականության զգացման մասին։ Գևորգը լսեց լուր, հետո ասաց. «Համակարգը միշտ կփորձի ջախջախել քեզ, երբ դու ընկած ես։ Բայց դու չպետք է թույլ տաս, որ այն հաջողի։
Դու պետք է շարունակես ոտքի կենալ, շարունակես երգել, շարունակես ապրել։ Որովհետև յուրաքանչյուր անգամ, երբ դու ոտքի ես կենում, դու ասում ես համակարգին. դու չես կարող ոչնչացնել ինձ։ Լուսինեն նայեց նրան։ Բայց ես այնքան հոգնած եմ, Գևորգ, ես այնքան երկար եմ պայքարել, երբ կավարտվի այն։ Գևորգը դրեց ձեռքը նրա ուսին։ Այն երբեք չի ավարտվի, Լուսինե։ Կյանքը պայքար է, բայց պայքարը նշանակում է, որ դու դեռ կենդանի ես։ Եվ քանի դեռ դու կենդանի ես, կա հույս։ Նա տվեց նրան փոքրիկ ծրար։ Վերցրու սա, դա փող է, որը ես խնայել եմ։ Դա բավական է մի շաբաթվա համար։ Օգտագործիր այն իմաստուն կերպով։ Լուսինեն ուզում էր մերժել, բայց Գևորգը պնդեց։ Մի մերժիր օգնությունը, երբ այն առաջարկվում է անկեղծ սրտով, ասաց նա։ Եվ Լուսինեն ընդունեց, ոչ թե որովհետև նա ուզում էր, այլ որովհետև նա հասկացավ, որ մերժելը կվիրավորեր Գևորգին։ Եվ այդ մարդը արժանի էր ավելին, քան վիրավորանք։ Նա արժանի էր երախտագիտության, հարգանքի, սիրո։ Արդյոք Լուսինեն երբևէ կկարողանար հատուցել նրան այն բարությունը, որը նա ցույց էր տվել։ Գուցե ոչ։ Բայց նա կփորձեր։ Նա կապրեր այնպես, որ Գևորգի բարությունը չլիներ վատնված։ Մայիսի 25-ին Լուսինե Զաքարյանը կանգնած էր փոքրիկ եկեղեցու դիմաց, կանաչ բազար թաղամասում։ Նա չէր եղել եկեղեցում տարիներ շարունակ։ Երբ նա աստղ էր, նա չուներ ժամանակ Աստծո համար։ Նա ուներ ժամանակ միայն իր կարիերայի, իր համերգների, իր փառքի համար։ Բայց հիմա, երբ ամեն ինչ այլ կորցրել էր, նա զգաց կարիք գնալու այնտեղ։ Այնտեղը, որտեղ նրա մայրը տարել էր նրան, երբ նա փոքր էր։ Նա մտավ ներս։ Եկեղեցին դատարկ էր։ Միայն մի քանի մոմեր էին վառված սեղանի վրա։ Լուսինեն մոտեցավ եւ վառեց մոմ իր մոր համար։ Նա կանգնեց այնտեղ եւ փորձեց աղոթել, բայց բառերը չեկան։ Նա չգիտեր, թե ինչ ասել, ինչ խնդրել։ Նա պարզապես կանգնեց այնտեղ եւ զգաց լռությունը, խորը, խաղաղ, մաքուր լռությունը։ Եվ այդ լռության մեջ նա լսեց ինչ-որ բան, ոչ թե ձայն, այլ զգացում։ Զգացում, որ նա միայնակ չէ, որ նա չի մոռացվել, որ նա դեռ արժեք ունի։ Հանկարծ Լուսինեն լսեց քայլը իր հետևում։ Նա շրջվեց եւ տեսավ պարեց քահանա, մոտավորապես 70 տարեկան, ով մոտենում էր նրան։ Բարի օր, դուստրս, ասաց նա։ Ես տեսա քեզ կանգնած այստեղ եւ մտածեցի, որ գուցե կարիք ունես խոսելու։ Լուսինեն նայեց նրան։ Քահանայի դեմքը ծերացած էր, բայց աչքերը լի էին ջերմությամբ եւ իմաստությամբ։ Ես չգիտեմ, թե ինչ ասել, հայր, ասաց նա։ Ես կորցրել եմ ամեն ինչ։ Ես չգիտեմ, թե ինչպես շարունակել։ Քահանան ժպտաց։ Դուստրս, կորուստը կյանքի մի մասն է, բայց կորուստը նաև հնարավորություն է, հնարավորություն գտնելու այն, ինչ իսկապես կարևոր է։ Նա նստեց մի նստարանի վրա եւ հրավիրեց Լուսինեին նստել իր կողքին։ Պատմիր իր կողքին, պատմիր ինձ, դուստրս, ինչ ես դու կորցրել։ Եվ Լուսինեն պատմեց։ Նա պատմեց ամեն ինչ, իր կարիերայի մասին, Վահագնի մասին, Արմենուհու մասին, Մեսչյանի մասին, լռության մասին, միայնության մասին։ Նա պատմեց այն ամենի մասին, ինչ նա երբեք չէր պատմել ոչ ոքի։ Եվ քահանան լսեց, առանց ընդհատելու, առանց դատելու, պարզապես լսեց։ Երբ Լուսինեն ավարտեց, քահանան լռեց մի պահ։ Հետո նա ասաց. Դուստրս, դու կարծում ես, որ դու կորցրել ես ամեն ինչ, բայց ես տեսնում եմ կին, ով գտել է ինչ-որ բան ավելի արժեքավոր, քան փառքը։ Դու գտել ես ճշմարտությունը։ Ճշմարտությունը այն մասին, թե ով ես դու իրականում, ոչ թե այն, ինչ ուրիշները ուզում էին, որ դու լինես։ Եվ այդ ճշմարտությունը ազատություն է։ Լուսինեն զգաց արցունքները իր աչքերում։ Բայց ինչու է այդ ազատությունը այդքան ցավոտ, հայր։ Քահանան դրեց ձեռքը նրա ձեռքի վրա։ Որովհետև ազատությունը պահանջում է, որ դու թողնես գնալ այն ամենը, ինչ դու կարծում էիր, որ քեզ սահմանում է։ Եվ այդ թողնելը միշտ ցավոտ է։ Բայց միայն երբ դու թողնես գնալ սուտը, դու կարող ես բռնել ճշմարտությունը։ Նա ոտքի ելավ։ Դու ունես նվեր, դուստրս, ձայն, որը կարող է դիպչել սրտերին։ Մի թաքցրու այդ նվերը։ Մի թույլ տաս, որ անցյալի ցավը լռեցնի քեզ։ Երգիր, դուստրս։ Երգիր ոչ թե փառքի, այլ բուժման համար։ Երգիր քո սեփական բուժման համար եւ ուրիշների բուժման համար։ Նա օրհնեց Լուսինեին եւ հեռացավ, թողնելով նրան միայնակ իր մտքերի հետ։ Լուսինեն նստեց այնտեղ երկար ժամանակ։ Նա մտածում էր քահանայի բառերի մասին. երգիր բուժման համար։ Արդյոք դա էր պատասխանը։ Արդյոք նա պետք է դադարեր երգել փողի համար եւ սկսեր երգել նպատակի համար։ Բայց ինչպես կարող էր նա դա անել։ Ուր կարող էր նա գտնել մարդկանց, ովքեր կարիք ունեին բուժման։ Եվ հետո նա հիշեց։ Նա հիշեց այն երիտասարդ աղջիկան, ով եկել էր նրա մոտ եւ ասել էր շնորհակալություն իր մորանունից։ Նա հիշեց այն ծեր կնոջը, ով ասել էր, բուչը, ով ասել էր, դու երգեցիր իմ սրտի ցավը։
Նա հիշեց բոլոր այն մարդկանց, ովքեր կանգ էին առել եւ լսել էին նրան փողոցում, ոչ թե որովհետեւ նա հայտնի էր, այլ որովհետեւ նրա երգը դիպել էր նրանց։ Արդյոք դա չէր բուժումը։ Արդյոք դա չէր նպատակը։ Լուսինեն ոտքի ելավ եւ դուրս եկավ եկեղեցուց։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա պետք է շարունակեր երգել ոչ թե որպես աստղ, այլ որպես բուժող։ Նա պետք է տար իր ձայնը նրանց, իվ նրան, ովքեր կարիք ունեին այն ամենից շատ։ Հաջորդ օրը Լուսինեն գնաց հիվանդանոց։ Նա խոսեց վարչակազմի հետ եւ առաջարկեց երգել հիվանդների համար անվճար։ Սկզբում նրանք կասկածանքով էին, բայց երբ Լուսինեն ասաց իր անունը, մի տարեց բուժքույր ճանաչեց նրան։ Լուսինե Զինե Զաքարյան, ասաց նա։ Ես հիշում եմ ձեր համերգները։ Իհարկե դուք կարող եք երգել այստեղ։ Մեր հիվանդները կլինեն երջանիկ։ Եվ այդպես Լուսինեն սկսեց նոր կյանք։ Ամեն օր նա գնում էր հիվանդանոց եւ երգում էր կումեր պալատներում հիվանդների համար, ովքեր չէին կարող ոտքի կենալ, ովքեր տառապում էին, ովքեր մահանում էին։ Նա երգում էր հին երգեր, նոր երգեր, ժողովրդական երգեր, եկեղեցական երգեր։ Նա երգում էր այն ամենը, ինչ նրանք ուզում էին լսել։ Եվ նա տեսավ, թե ինչպես էր նրա երաժշտությունը փոխում նրանց։ Նա տեսավ ժպիտներ դեմքերի վրա, որոնք երկար ժամանակ չէին ժպտել։ Նա տեսավ արցունքներ աչքերում, որոնք երկար ժամանակ չէին լացել։ Նա տեսավ խաղաղություն մարդկանց մեջ, ովքեր երկար ժամանակ չէին գտել խաղաղություն։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ նա տեսնում էր այդ փոփոխությունները, նա զգում էր, թե ինչպես է նրա սեփական սիրտը բուժվում։ Մի օր, երբ Լուսինեն երգում էր մի տարեց տղամարդու համար, ով մահանում էր քաղցկեղից, տղամարդը բռնեց նրա ձեռքը եւ ասաց. «Շնորհակալություն, աղջիկս։ Դու տվեցիր ինձ այն, ինչ ոչ մի դեղ չէր կարող տալ։ Դու տվեցիր ինձ հույս»։ Լուսինեն զգաց, թե ինչպես է նրա կրծքը լցվում ինչ-որ տեսակի ջերմությամբ։ Սա էր այն, ինչի համար նա ծնվել էր։ Ոչ թե փառքի, ոչ թե փողի, այլ այս պարզ, խորը կապի համար։ Այս պահի համար, երբ նրա ձայնը կարող էր դիպչել մեկ ուրիշի հոգուն եւ բերել մխիթարություն։ Տղամարդը մահացավ 2 օր անց, բայց նրա ընտանիքը եկավ Լուսինեի մոտ եւ ասաց. «Շնորհակալություն, որ դարձրիք նրա վերջին օրերը ավելի լավ։ Նա խոսում էր ձեր մասին մինչեւ վերջ»։ Եվ Լուսինեն հասկացավ, որ սա էր իրական հաջողությունը, ոչ թե համերգները, ոչ թե ծափահարությունները, այլ այս գիտելիքը, որ նա դիպել էր մեկ ուրիշի կյանքին եւ դարձրել էր այն մի փոքր ավելի լավ։ Արդյոք նա երբևէ կվերադառնար բեմ։ Արդյոք նա երբևէ կվերականգներ իր կարիերան։ Լուսինեն չգիտեր, բայց այդ պահին դա այլևս կարևոր չէր։ Նա գտել էր ինչ-որ բան ավելի կարևոր, նպատակ, իմաստ, պատճառ շարունակելու։ Հունիսի սկզբին, երբ Լուսինե Զաքարյանը մտնում էր հիվանդանոցի 5-րդ պալատ, նա նկատեց մի կին, մոտավորապես 45 տարեկան, ով նստած էր անկողնում եւ նայում էր պատուհանից։ Կինը չշրջվեց, երբ Լուսինեն մտավ, չասաց ոչինչ։ Բուժքույրը շշնջաց Լուսինեի ականջին. «Սա Նարինեն է։ Նա այստեղ է եղել 3 ամիս։ Նա չի խոսել ոչ ոքի հետ այդ ամբողջ ժամանակ։ Բժիշկները ասում են, որ նրա հիվանդությունը ոչ միայն ֆիզիկական է, այլև հոգեկան։ Նա կորցրել է ամեն ինչ՝ ամուսնուն, երեխային, տունը։ Նա պարզապես սպասում է մահվան»։ Լուսինեն նայեց այդ կնոջը եւ տեսավ ինքն իրեն տարիներ առաջ, երբ նա նստած էր իր դատարկ բնակարանում եւ սպասում էր, որ ամեն ինչ ավարտվի։ Նա մոտեցավ Նարինեի անկողնուն եւ նստեց կողքի աթոռին։ Նա չասաց ոչինչ։ Նա պարզապես սկսեց երգել, շատ դանդաղ, շատ հանգիստ։ Նա երգեց երգ մի կնոջ մասին, ով կորցրել էր ամեն ինչ, բայց գտել էր ուժ շարունակելու։ Երգ, որը Լուսինեն գրել էր իր սեփական ցավից։ Երգի ընթացքում Նարինեն դանդաղ շրջվեց։ Նրա աչքերը դատարկ էին, բայց ինչ-որ բան փոփոխվեց նրանց մեջ։ Երբ Լուսինեն ավարտեց, Նարինեն շշնջաց, առաջին բառերը 3 ամսում. «Ինչպես գիտեիր»։ Լուսինեն վերցրեց նրա ձեռքը։ «Որովհետև ես եղել եմ այնտեղ, որտեղ դու ես հիմա։ Ես եղել եմ այդ մութ տեղում, որտեղ ամեն ինչ թվում է անիմաստ։ Բայց ես սովորեցի ինչ-որ բան։ Ցավը չի սպանում քեզ, եթե դու թույլ չտաս։ Ցավը կարող է վերափոխել քեզ, կարող է դարձնել քեզ ավելի ուժեղ, ավելի իսկական»։ Նարինեն սկսեց լալ, առաջին արցունքները 3 ամսում։ Եվ այդ արցունքների հետ ինչ-որ բան սկսեց հոսել դուրս. ցավը, զայրույթը, հուսահատությունը։ Լուսինեն բռնեց նրան եւ թույլ տվեց նրան լալ։ Նա չասաց ամեն ինչ կլավանա, որովհետեւ դա սուտ կլիներ։ Նա ասաց միայն. «Ես այստեղ եմ, դու միայնակ չես»։ Հաջորդ շաբաթների ընթացքում Լուսինեն այցելում էր Նարինեին ամեն օր։ Դրանք խոսում էին, երբեմն ժամերով, երբեմն միայն մի քանի րոպե։ Լուսինեն պատմում էր իր պատմությունը, եւ Նարինեն պատմում էր իրենը։ Նրանք գտան միմյանց մեջ ինչ-որ բան, ինչ նրանք չէին գտել ուրիշ ոչ ոքի մոտ՝ հասկացողություն։
Ոչ թե խղճահարություն, ոչ թե դատողություն, այլ պարզ, խորը հասկացողություն։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, Նարինեն սկսեց փոխվել։ Նա սկսեց ուտել, սկսեց խոսել բուժքույրերի հետ, սկսեց նայել պատուհանից ոչ թե որպես փախուստի ճանապարհ, այլ որպես կապ արտաքին աշխարհի հետ։ Մի օր նա ասաց Լուսինեին. «Դու փրկեցիր ինձ»։ Լուսինեն ժպտաց. «Ոչ, Նարինե, դու փրկեցիր ինքդ քեզ, ես միայն ցույց տվեցի քեզ, որ դու կարող ես»։ Բայց խորը ներսում Լուսինեն գիտեր, որ Նարինեն նույնպես փրկել էր նրան, որովհետև օգնելով Նարինեին, Լուսինեն վերջապես գտել էր այն, ինչ փնտրել էր ամբողջ կյանքը, նպատակ, որը ավելի մեծ էր, քան նա ինքը։ Բայց ոչ բոլորը էին երջանիկ Լուսինեի նոր կյանքով։ Հունիսի վերջին Լուսինեն հանդիպեց Արթուր Մեսչյանին, այն մարդուն, ով երբեմն խոստացել էր դարձնել նրան աստղ, բայց հետո թողել էր նրան ընկնելու։ Նրանք հանդիպեցին պատահականորեն փողոցում։ Մեսչյանը ավելի ծեր էր թվում, ավելի հոգնած, բայց դեռ ուներ այդ նույն սառը աչքերը։ Նա նայեց Լուսինեին եւ ասաց. «Լսեցի, որ դու երգում ես հիվանդանոցներում։ Ինչպիսի անկում։ Դու կարող էիր լինել լեգենդ, Լուսինե, բայց դու ընտրեցիր լինել ոչ ոք»։ Լուսինեն նայեց նրան, այդ մարդուն, ով երբեմն վերահսկել էր նրա ամբողջ կյանքը, եւ նա զգաց ոչ թե զայրույթ, ոչ թե ցավ, այլ ափսոս։ Ափսոս մարդու համար, ով երբեք չէր հասկացել, թե ինչ է իսկական արժեքը։ «Դու սխալվում ես, Արթուր», ասաց նա հանգիստ ձայնով։ «Ես ընտրեցի լինել ինչ-որ մեկը, ոչ թե աստղ, այլ մարդ, եւ այդ ընտրությունը փրկեց ինձ»։ Մեսչյանը ծիծաղեց դառնորեն. «Փրկեց քեզ։ Նայիր քեզ, դու ապրում ես փողոցում, երգում ես մահացողների համար, սա փրկություն է»։ Լուսինեն ժպտաց. «Այո, Արթուր, սա փրկություն է, որովհետև առաջին անգամ իմ կյանքում ես ազատ եմ։ Ազատ քո պայմանագրերից, քո պահանջներից, քո սուտ խոստումներից, եւ այդ ազատությունը արժե ամեն ինչ, ինչ ես կորցրել եմ»։ Մեսչյանի դեմքը կարծրացավ. «Դու միշտ եղել ես անմիտ, Լուսինե, դու չհասկացար, թե ինչ էի ես տալիս քեզ։ Ես տվեցի քեզ ամեն ինչ, հայտնություն, փող, փառք, եւ դու նետեցիր այն ամենը աղբարկղ»։ Լուսինեն զգաց, թե ինչպես է նրա ներսում ինչ-որ բան բորբոքվում։ Ոչ թե զայրույթ, այլ ճշմարտություն։ Ճշմարտություն, որը նա երկար ժամանակ պահել էր ներսում։ «Ոչ, Արթուր», ասաց նա, եւ նրա ձայնը ավելի ուժեղ էր, քան երբևէ։ «Դու չտվեցիր ինձ ամեն ինչ։ Դու վերցրիր ինձնից ամեն ինչ։ Դու վերցրիր իմ ազատությունը, իմ ընտրությունը, իմ ձայնը։ Դու դարձրիր ինձ մեքենա, որը երգում էր, երբ դու ասում էիր, եւ լռում էր, երբ դու պահանջում էիր։ Դու չստեղծեցիր աստղ, Արթուր, դու ստեղծեցիր բանտարկյալ։ Եվ երբ ես վերջերչապես համարձակվեցի ազատվել, դու թողեցիր ինձ մահանալու»։ Մեսչյանը ուզում էր պատասխանել, բայց Լուսինեն շարունակեց. «Բայց գիտես, թե ինչ է ամենավատը։ Ամենավատը չէ այն, ինչ դու արեցիր ինձ հետ։ Ամենավատը այն է, որ դու դեռ չես հասկանում, թե ինչ արեցիր։ Դու դեռ կարծում ես, որ դու եղել ես բարերար, ստեղծող, փրկիչ, բայց դու եղել ես պարզապես շահագործող։ Եվ մի օր, երբ դու ծերանաս եւ նայես ետ քո կյանքին, դու կտեսնես ոչ թե աստղեր, որոնք դու ստեղծել ես, այլ կյանքեր, որոնք դու ոչնչացրել ես»։ Լուսինեն շրջվեց հեռանալու, բայց Մեսչյանը բռնեց նրա ձեռքը։ Մի պահի համար նրա դեմքի վրա Լուսինեն տեսավ ինչ-որ բան, գուցե զղջում, գուցե ցավ, գուցե հասկացողություն։ Բայց հետո այն անհետացավ, եւ Մեսչյանը ասաց սառը ձայնով. «Դու կմեռնես միայնակ եւ մոռացված, Լուսինե, եւ ոչ ոք չի հիշի քեզ»։ Լուսինեն նայեց նրան աչքերին եւ ասաց. «Գուցե դու ճիշտ ես, Արթուր, բայց գիտես, թե ինչ է տարբերությունը մեր միջև։ Երբ ես մեռնեմ, կլինեն մարդիկ, ում կյանքերը ես դիպել եմ, ում սրտերը ես բուժել եմ։ Նրանք կհիշեն ոչ թե իմ անունը, այլ այն, ինչ ես զգացրի նրանց։ Բայց երբ դու մեռնես, մարդիկ կհիշեն միայն այն ցավը, որը դու պատճառեցիր, եւ դա կլինի քո ժառանգությունը»։ Նա ազատեց իր ձեռքը եւ հեռացավ, թողնելով Մեսչյանին կանգնած այնտեղ փողոցի մեջտեղում։ Արդյոք այդ բառերը դիպան նրան։ Արդյոք նա երբևէ կհասկանար։ Լուսինեն չգիտեր։ Բայց նա գիտեր մի բան. նա վերջապես ասել էր այն, ինչ պետք է ասեր տարիներ առաջ։ Եվ այդ ասելը ազատեց նրան վերջին շղթայից, որը կապում էր նրան անցյալին։ Հուլիսի 12-ին Լուսինե Զաքարյանը նստած էր այգում Գևորգի հետ։ Նրանք դարձել էին ընկերներ այդ ամիսների ընթացքում, ոչ թե բառերով, այլ լռությամբ, ներկայությամբ, փոխադարձ հարգանքով։ Գևորգը պատմում էր նրան իր կյանքի մասին, թե ինչպես էր նա կորցրել ամեն ինչ, բայց գտել էր խաղաղություն պարզության մեջ։ «Գիտես, Լուսինե», ասաց նա, «մարդիկ կարծում են, որ երջանկությունը գալիս է ունենալուց։
Բայց իսկական երջանկությունը գալիս է լինելուց։ Լինել այն, ով դու ես իրականում, առանց դիմակների, առանց սուտի, առանց վախի։ Լուսինեն գլուխ թեքեց։ Բայց ինչպես գիտես, թե ով ես դու իրականում։ Ես ապրել եմ այնքան երկար, որպես ինչ-որ մեկը, ում ուրիշները ուզում էին, որ ես լինեմ, որ ես այլևս չգիտեմ, թե ուր է վերջանում դիմակը եւ սկսվում իսկական ես։ Գևորգը ժպտաց։ Դու գիտես, Լուսինե, խորը ներսում դու միշտ գիտել ես։ Իսկական դուն այն ես, ով երգում է հիվանդանոցում։ Այն ես, ով բռնում է Նարինեի ձեռքը եւ ասում՝ դու միայնակ չես։ Այն ես, ով կանգնում է մեզ չանի դիմաց եւ ասում է ճշմարտությունը։ Դա իսկական Լուսինեն է։ Ոչ թե աստղը, ոչ թե երգչուհին, այլ կինը, ով հոգում է, ով զգում է, ով սիրում է։ Լուսինեն զգաց արցունքները իր աչքերում։ Բայց այդ կինը այնքան կոտրված է, Գևորգ, այնքան վնասված, ինչպես կարող է նա լինել բավական։ Գևորգը դրեց ձեռքը նրա ուսին։ Կոտրվածությունը չի նշանակում անարժեք։ Երբեմն ամենագեղեցիկ բաները այն են, որոնք կոտրվել են եւ վերանորոգվել են։ Նրանք ունեն պատմություն, ունեն խորություն, ունեն ճշմարտություն։ Դու կոտրվել ես, Լուսինե, բայց դու չես ոչնչացվել։ Դու վերանորոգվում ես։ Եվ երբ այդ վերանորոգումը ավարտվի, դու կլինես ավելի գեղեցիկ, քան երբևէ եղել ես։ Նրանք նստեցին լուռ մի քանի րոպե, լսելով քամու ձայնը ծառերի միջով։ Հետո Գևորգը ասաց. Ես պետք է քեզ ինչ-որ բան ասեմ, Լուսինե։ Ես հեռանում եմ Երևանից։ Իմ քույրը հիվանդ է Գյումրիում, եւ նա կարիք ունի ինձ։ Ես գնում եմ վաղը։ Լուսինեի սիրտը սեղմվեց։ Գևորգը եղել էր նրա խարիսխը, նրա ուղեցույցը, նրա ընկերը այդ ամենաբարդ ամիսներին։ Ինչպես կարող էր նա շարունակել առանց նրա։ Բայց հետո նա հիշեց այն ամենը, ինչ Գևորգը սովորեցրել էր նրան։ Նա հիշեց, որ ուժը գալիս է ներսից, ոչ թե դրսից։ Նա հիշեց, որ յուրաքանչյուր մարդ, ով մտնում է մեր կյանք, ունի դեր, եւ երբ այդ դերը կատարվում է, նրանք պետք է գնան։ Նա ժպտաց, թեև արցունքները դեռ հոսում էին նրա դեմքով։ Շնորհակալություն, Գևորգ, ասաց նա։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դու արեցիր ինձ համար։ Դու փրկեցիր ինձ, երբ ես չէի կարող փրկել ինքս ինձ։ Գևորգը ժպտաց։ Ոչ, Լուսինե, ես միայն ցույց տվեցի քեզ ճանապարհը։ Դու քայլեցիր այն ինքդ։ Եվ դու կշարունակես քայլել, նույնիսկ երբ ես չեմ լինի այստեղ։ Որովհետև հիմա դու գիտես, թե ով ես դու։ Եվ այդ գիտելիքը ոչ ոք չի կարող վերցնել քեզնից։ Նրանք կրկեցին միմյանց, երկար, սերտ կրկախառնում։ Եվ երբ Գևորգը հեռացավ, Լուսինեն նստեց այդ նստարանի վրա եւ նայեց երկնքին։ Նա զգաց միայնություն, բայց ոչ այն սարսափելի միայնությունը, որը նա զգացել էր ամիսներ առաջ։ Սա էր այլ տեսակի միայնություն, խաղաղ, ընդունված, նույնիսկ գեղեցիկ, որովհետև հիմա նա գիտեր, որ միայնակ լինելը չի նշանակում լքված լինել։ Դա նշանակում է լինել ինքդ քեզ հետ։ Եվ վերջապես, առաջին անգամ իր կյանքում Լուսինեն հարմարավետ էր զգում ինքը իր հետ։ Օգոստոսի 25-ին 1982 թվականին Լուսինե Զաքարյանը կանգնած էր փոքրիկ բեմի վրա, հիվանդանոցի բակում։ Հիվանդանոցը կազմակերպել էր բարեգործական միջոցառում, հավաքելու փող նոր սարքավորումների համար։ Նրանք հարցրել էին Լուսինեին, թե արդյոք նա կերքեր։ Սկզբում նա վարանել էր։ Սա կլիներ առաջին անգամ, երբ նա կերքեր իսկական բեմում ավելի քան տարի։ Բայց հետո նա մտածեց բոլոր այն մարդկանց մասին, ում նա հանդիպել էր հիվանդանոցում, բոլոր այն կյանքերի մասին, որոնք նա դիպել էր։ Եվ նա ասաց այո։ Ոչ թե փառքի համար, ոչ թե փողի համար, այլ նրանց համար։ Բեմը փոքր էր, հանդիսատեսը մոտավորապես 100 մարդ։ Ոչ մի լույսերի շոու, ոչ մի շքեղ զգեստներ, ոչ մի լրագրողներ։ Պարզապես մարդիկ, հիվանդներ, փբուժ աշխատողներ, ընտանիքներ։ Լուսինեն կանգնեց բեմի վրա եւ նայեց նրանց։ Նա տեսավ Նարինեին, նստած առաջին շարքում, ժպտում։ Նա տեսավ բուժքույրերին, ովքեր աշխատել էին նրա հետ այդ ամիսները։ Նա տեսավ ծանոթ դեմքեր եւ օտար դեմքեր, բայց բոլորը նայում էին նրան սպասումով։ Լուսինեն փակեց աչքերը եւ խորը շունչ քաշեց։ Հետո նա սկսեց երգել։ Ոչ մի հին հիթ, ոչ մի հայտնի երգ։ Նա երգեց նոր երգ, երգ, որը նա գրել էր վերջին շաբաթներին։ Երգ իր ճանապարհի մասին, վերելքից դեպի անկում, անկումից դեպի վերացնունդ։ Երգ կորստի եւ գտնելու մասին, կոտրվելու եւ բուժվելու մասին, մահանալու եւ վերստին ապրելու մասին։ Նրա ձայնը այլևս չէր այն կատարյալ փայլուն ձայնը, որը հնչել էր ֆիլհարմոնիայում։ Այն կոտրված էր տեղ-տեղ, հյուլ էր երբեմն, դողում էր։ Բայց այն ուներ ինչ-որ բան, ինչ այն երբեք չէր ունեցել առաջ՝ ճշմարտություն։ Յուրաքանչյուր նոտա, տա, յուրաքանչյուր բառ եկավ նրա սրտի խորքից։ Սա չէր ներկայացում։ Սա էր խոստովանություն,
աղոթք, ազատում։ Երբ նա ավարտեց, մի պահ լռություն էր։ Հետո մի մարդ սկսեց ծափահարել, հետո մեկ ուրիշը, հետո բոլորը։ Բայց սա չէր այն ծափահարությունը, որը Լուսինեն հիշում էր իր հին համերգներից։ Սա էր ավելի խորը, ավելի իսկական։ Սա էր ծափահարություն ոչ թե աստղի համար, այլ մարդու համար, ով համարձակվել էր լինել խոցելի, համարձակվել էր ցույց տալ իր ցավը, համարձակվել էր երգել իր ճշմարտությունը։ Երբ Լուսինեն իջավ բեմից, մարդիկ շրջապատեցին նրան։ Նրանք ուզում էին շնորհակալություն ասել, ուզում էին գրկել նրան, ուզում էին ասել, թե ինչպես էր նրա երգը դիպել նրանց։ Բայց մի մարդ կանգնած էր հեռվում, չմոտենալով, պարզապես նայելով։ Լուսինեն նկատեց նրան և զարմացավ։ Դա Արմենուհին էր, նրա հին լավագույն ընկերուհին, ով անտեսել էր նրան փողոցում, ով ասել էր, որ Լուսինեն վատ ազդեցություն է։ Արմենուհին նայում էր Լուսինեին արցունքներով աչքերով։ Երբ նրանց աչքերը հանդիպեցին, Արմենուհին դանդաղ մոտեցավ։ Նա կանգնեց Լուսինեի առջև և մի պահ չասաց ոչինչ։ Հետո նա շշնջաց. ներողություն։ Պարզապես երկու բառ, բայց դրանց մեջ կար ամբողջ աշխարհ, զղջում, ամոթ, ցավ։ Լուսինեն նայեց նրան, այդ կնոջը, ով դավաճանել էր նրան, ով օգտագործել էր նրան, ով թողել էր նրան, երբ նա ամենից շատ կարիք ուներ նրան։ Նա կարող էր զայրանալ, կարող էր մերժել ներողամտությունը, կարող էր շրջվել և հեռանալ։ Բայց հետո նա հիշեց այն ամենը, ինչ նա սովորել էր վերջին տարում։ Նա հիշեց, որ բոլորը կատարում են սխալներ, որ բոլորը կոտրված են իրենց սեփական կերպով, որ ներելը ազատում է ոչ թե այն մարդուն, ով վնասել է քեզ, այլ քեզ ինքդ։ Նա վերցրեց Արմենուհու ձեռքը և ասաց. «Ես ներում եմ քեզ, Արմենուհի, ոչ թե քեզ համար, այլ ինձ համար, որովհետև ես այլևս չեմ ուզում կրել այդ ծանրությունը»։ Արմենուհին սկսեց լալ, խորը սրտառուչ լաց, և Լուսինեն գրկեց նրան, թույլ տալով նրան լալ, թույլ տալով նրան ազատվել իր սեփական ծանրությունից։ Արդյոք նրանք երբևէ կդառնային կրկին ընկերներ։ Լուսինեն չգիտեր, բայց այդ պահին դա կարևոր չէր։ Կարևոր էր միայն այն, որ նա ազատվել էր դառնությունից, ազատվել էր ատելությունից, ազատվել էր անցյալից։ Սեպտեմբերի 12-ին 1982 թվականին Լուսինե Զաքարյանը նստած էր իր նոր փոքրիկ բնակարանում։ Դա չէր շքեղ բնակարանը, որտեղ նա ապրել էր որպես աստղ։ Դա էր մեկ սենյականոց բնակարան հին շենքում, բայց այն էր նրանը։ Նա վաստակել էր այն իր սեփական աշխատանքով, երգելով հիվանդանոցներում, դասավանդելով երաժշտություն երեխաներին, երբեմն դեռ երգելով փողոցում։ Դա չէր շատ, բայց դա բավական էր։ Նա նայեց շուրջը, պարզ կահույքին, մաքուր պատուհաններին, փոքրիկ դաշնամուրին, որը նա գնել էր երկրորդ ձեռքից։ Սա էր նրա տունը։ Ոչ թե տուն, որը ինչ-որ մեկը տվել էր նրան, ոչ թե տուն, որը նա կորցրել էր։ Սա էր տուն, որը նա ստեղծել էր ինքը, քայլ առ քայլ, օր առ օր։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին 2 տարիների ընթացքում։ Վերելքը, անկումը, կորուստը, գտնելը։ Նա մտածեց այն մարդկանց մասին, ովքեր դավաճանել էին նրան, և այն մարդկանց մասին, ովքեր փրկել էին նրան։ Նա մտածեց Մեսչյանի, Վահագնի, Արմենուհու մասին։ Բայց նա մտածեց նաև Գևորգի, Նարինեի, այն անանուն մարդու մասին, ով թողել էր փող նրա դռան մոտ։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ նա գործրել էր, փառքը, փողը, հայտնությունը։ Բայց նա մտածեց նաև այն ամենի մասին, ինչ նա գտել էր, ճշմարտությունը, նպատակը, ինքը իրեն։ Եվ նա հասկացավ, որ եթե նրան տային ընտրություն, վին ընտրություն, վերադառնալ անցյալ և փոխել ամեն ինչ, նա չէր անի այդ։ Որովհետև այդ ցավը, այդ կորուստը, այդ անկումը դարձրել էին նրան այն, ով նա էր հիմա։ Եվ առաջին անգամ իր կյանքում նա սիրում էր այն, ով նա էր։ Լուսինեն ոտքի ելավ և մոտեցավ դաշնամուրին։ Նա նստեց և դիպավ ստեղներին։ Նա սկսեց երգել, դանդաղ, հանգիստ։ Ոչ մի հին երգ, ոչ մի նոր երգ։ Պարզապես մելոդիա, որը եկավ նրա սրտից։ Մելոդիա երջանկության և տխրության մասին, հույսի և հուսահատության մասին, կյանքի և մահվան մասին։ Մելոդիա լինելու մասին, պարզապես լինելու։ Եվ երբ նա երգում էր, նա զգաց ինչ-որ բան, խաղաղություն, ամբողջականություն, տուն։ Ոչ թե տուն որպես տեղ, այլ տուն որպես զգացում։ Զգացում, որ դու ճիշտ տեղում ես, ճիշտ պահին, ճիշտ կյանքում շկյանքում։ Դուրսում արևը մայր էր լինում Երևանի վրա։ Քաղաքը շարունակում էր իր կյանքը, մարդիկ շտապում էին տուն, երեխաները խաղում էին բակերում, կյանքը շարունակվում էր։ Եվ ինչ-որ տեղ այդ քաղաքում կային մարդիկ, ովքեր հիշում էին Լուսինե Զաքարյանին։ Ոչ թե որպես աստղ, ոչ թե որպես երգչուհի, այլ որպես կին, ով դիպել էր նրանց կյանքերին։ Կին, ով երգել էր նրանց համար, երբ նրանք հիվանդ էին։ Կին, ով բռնել էր նրանց ձեռքերը, երբ նրանք միայնակ էին։
Կին, ով ցույց տվել էր նրանց, որ կոտրվածությունը կարող է լինել գեղեցիկ, որ անկումը կարող է լինել սկիզբ, որ կորուստը կարող է լինել գտնելու ճանապարհ։ Արդյոք Լուսինե Զաքարյանը երբևէ կվերադառնար բեմ որպես աստղ։ Արդյոք նրա անունը երբևէ կվերադառնար ամսագրերի կազմերին։ Արդյոք մարդիկ երբևէ կծափահարեին նրան հազարավորներով։ Գուցե ոչ, բայց դա այլևս կարևոր չէր, որովհետև Լուսինեն գտել էր ինչ-որ բան ավելի արժեքավոր, քան փառքը։ Նա գտել էր իմաստը, նա գտել էր նպատակը, նա գտել էր ինքը իրեն։ Եվ այդ բավական էր, ավելին քան բավական։ Դա էր ամեն ինչ։ Բայց մի հարց մնում էր բաց։ Այն աստղային ընկերները, ովքեր պտտվել էին նրա շուրջը, երբ նա փայլում էր, բայց անհետացել էին, երբ նա ընկել էր։ Արդյոք նրանք երբևէ կհասկանային, թե ինչ էին արել։ Արդյոք նրանք երբևէ կզգային մեղք այն լռության համար, որը սպանել էր Լուսինեին ավելի արագ, քան ցանկացած հիվանդություն։ Արդյոք նրանք երբևէ կնայեին հայելուն եւ կտեսնեին ոչ թե աստղեր, այլ մարդիկ, ովքեր դավաճանել էին ընկերոջը նրա ամենամութ ժամին։ Լուսինեն չգիտեր, բայց նա հուսով էր, որ մի օր նրանք կհասկանային։ Ոչ թե նրա համար, այլ իրենց սեփական հոգիների համար։ Որովհետև ապրել դավաճանության հետ դա ավելի ծանր բեռ է, քան ապրել դավաճանված լինելու հետ։ Եվ այնպես, երբ գիշերը ընկավ Երևանի վրա, Լուսինե Զաքարյանը շարունակեց երգել իր փոքրիկ բնակարանում։ Նրա ձայնը հոսում էր դուրս բաց պատուհանից եւ խառնվում էր քաղաքի ձայներին։ Ոչ ոք չկանգնեց լսելու, ոչ ոք չծափահարեց։ Բայց դա կարևոր չէր, որովհետև Լուսինեն երգում էր ոչ թե նրանց համար, նա երգում էր իր համար, եւ առաջին անգամ իր կյանքում դա բավական էր։ Ավելին քան բավական։ Դա էր ամեն ինչ։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Լուսինե Զաքարյանին։ Եղավ նա իր շրջապատի զոհը, թե ինքը եղավ իր ճակատագրի պատճառը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, հիշում են արդյոք նրան ձեր քաղաքում։ Սեղմեք հավանել ճշմարտության համար եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մենք շարունակելու ենք պատմել այն պատմությունները, որոնք ուրիշները լռեցնում են, որովհետև յուրաքանչյուր կյանք արժանի է լսվելու, յուրաքանչյուր ձայն արժանի է հնչելու, նույնիսկ այն ձայները, որոնք համակարգը փորձեց լռեցնել։